Բարի օր հայրենակիցներ, 168-ի եթերում շարունակում ենք լաբորատորիա հաղորդաշարը, ես Սպարտակ Սեյրանյանն եմ։ Մեր հաղորդումների ընթացքում մենք անդրադառնում ենք հիմնախնդիրների եւ հարցերի, որոնք առաջին հայացքից կարծես թե դուրս են մղված ընդհանուր քննարկման տրենդերից, շատ քիչ են դրանց անդրադառնում քաղաքական գործընթացների ընթացքում, սակայն մեր խորին համոզմամբ այդ հիմնախնդիրները, այդ հարցերը կարևոր նշանակություն են ունեցել եւ այսօր էլ ունեն մեր պետության հասարակության կենսագործունեության համար եւ ինչ որ իմաստով թե անցյալում եւ թե հիմա թե լավ թե վատ իմաստով երևի թե կանխորոշել են մեր հասարակության պետության զարգացման ընթացքը։ Այդպիսի հարցերից մենք այսօր առանձնացրել ենք քննարկման համար որպես վերնագիր հետեւյալը. պատմական հիշողություն եւ ազգային ինքնություն։ Առաջի հայացքից կարելի է կարծել շատ պարզ ու հասկանալի հարցերի մասին է խոսքը, սակայն ցավոք սրտի վերջին տարիների վայրիվերումների ընթացքում ամենատարբեր դիսկուրսներ են հայտնում մեր հասարակության մեջ, իրական Հայաստան, պատմական Հայաստան, անհատի հիշողությունը կարևորվում է հանրային հիշողությունից եւ այլն եւ այլն։ Եվ ցավոք սրտի շատ հաճախ նմանատիպ հարցերի քննարկման ժամանակ մարդիկ նույնիսկ ամենաբարի կամք դրսևորելու պարագայում ավելի շատ խոսում են սեփական սուբյեկտիվ ընկալումների դաշտից, քան գիտական հետազոտությունների կամ գիտության եթե կարելի ասել ձեռքբերումների դաշտից։ Բարեբախտաբար այսօր ես հրավիրել եմ մեր զրույցին երկու հյուրերի, որոնք ոչ միայն տասնամյակներ շարունակ զբաղվում են այս հիմնախնդիրներով, այլև վերջերս հրապարակեցին երկաթուղ հետազոտություն, որի հենց վերնագիրն է պատմական հիշողություն եւ ազգային ինքնություն։ Եվ այսպես ներկայացնեմ մեր հյուրերին ակադեմիկոս սոցիոլոգ Գեորգ Պողոսյան, բարև եք եկել, եւ բանասեր դոկտոր պրոֆեսոր Սուրեն Զոյլյան, բարև եք եկել։ Պարոն Պողոսյան, սկսենք եւ ձեզանից ներկայացնենք, որովհետեւ դուք 2 տարի առաջ կարծեմ ամփոփեցիք թե 1.5 տարի առաջ ամփոփեցինք հենց այդ սոցիոլոգիական հետազոտությունը Հայաստանում իրականացված որի հիման վրա էլ հետագայում հեղինակների մի ամբողջ շումբ աշխատել էր, եթե կարելի այսպես ասել, թվային տվյալների բացվածքներ ներկայացվել, թե այդ թվերը ինչ են նշանակում, ինչ են նշանակել եւ ամենակարևորը ինչ կարող են նշանակել մեր պետության ու հասարակության կենսագործունեության տեսակետից։ Որքան ես հիշում եմ, սա նմանատիպ ուրեմն ուղղվածության, եթե կարելի ասել, վերնագրի եւ թեմատիկայի ձեր արդեն երրորդ սոցիոլոգիական հարցումն է։ Առաջինը, եթե հիշում եմ 90-ականներին էր, հետո եւի 2003 թե 4 թվականին երկրորդ նման հետազոտությունը արեցիք։ Մոտավորապես շատ նույնը չէր, իհարկե, 15 թվականին, 11-15։ Եվ ինչի վրա էի ուզում անդրադառնալ, դուք ներկայացնեք այդ սոցիոլոգիական հետազոտությունը։ Ընդհանրապես, եթե կարելի ասել, դուք հիշողության գույքագրում եք արել։ Հայրը մեր այդ հազարամյա պատմությունից, որով առիթով իսկ շատ հաճախ էլ առանց որևէ առիթի հպարտանում ենք, ինչն ենք հիշում եւ ինչու, ում ենք հիշում, ինչու ենք հիշում եւ ինչպես ենք հիշում, միայն լավը, հաջողություններն ու հաղթանակներն ենք հիշում պատմական որպես հիշողության այդ գույքագրման, եթե կարելի ասել այդ դավթարներում, մատյաններում, թե հիշում ենք նաև ձախողումները, դժբախտությունները, ողբերգությունները, պարտությունները։ Քան որ նշեցիք, որ հիշողության մասին ինքը ծրագիրը իհարկե շատ ավելի լայն է, շատ ավելի մեծ է, հանգամյա մեկ ծրագիր է, որը պրոֆեսոր Զոյլյանն էր դիմել գիտկոմին, որ այդ ծրագիրը իրականանար։ Անպայման նշենք, որ հնարավոր եղավ, որովհետև աջակցություն եք ստացել գիտության կոմիտեից, որպեսզի այս 5 տարվա եւ 5 հոգանոց կոլեկտիվով կարողանանք աշխատել եւ անգամ գրքեր հրապարակելու դրան։ Այլապես անհնար կլիներ իրագործել։ Ասեմ մեր համար կամ հատկապես իմ համար սա եզակի հնարավորություններից էր, ասեմ ինչու, որովհետև այս 45 տարում ես մոտավորապես 300 տարբեր հետազոտություններ եմ անցկացրել Հայաստանում, սոցիոլոգիական հարցումներ, ինտերվյուներ, էքզիտ պոլեր, ֆոկուս խմբեր, քննարկումներ, ինտերնետ հարցումներ, բոլոր տեսակների, մոտ 300
Այդ 300-ից մի քանիսը կարող եմ մատների վրա նշեմ, որ եղել է մեր նախաձեռնությամբ, մեր խմբի մշակվածությամբ, մեր խմբի դրած հարցադրումներով, խնդիրներով եւ հետազոտական այդ ամբողջ զիրանոցով, որտեղ սովորաբար դրանք եղել են տարբեր քաղաքական պատվերներ, իրավիճակային միջազգային բաների մակի եւ այլնի եզակի դեպքերում սոցիոլոգը հնարավորություն ունի իր մտածած իր ասենք պրոբլեմատիկան, որ ինքը ընկալում է, այսինքն բնական է ընկալում, որ ինքը կարողանա դա ներդնի ուսումնասիրի։ Ինչու, որովհետեւ դե սոցիոլոգիան էլ ինչպես ասենք հնագիտությունը պեղումները դա թանկարժեք զբաղմունք է։ Պեղումներով մենք պատմությունն ենք փորձում ենք հնագիտական չէ, ինչ-որ հետազոտություններ գտածոներ անել, իսկ սոցիոլոգիան էլ այդ պեղումները անում է հանրային գիտակցության մեջ։ Սա էլ է պեղում այդ իմաստով, բայց ժամանակակից։ Հիմա մեծ հաճույք ստացա, որովհետև մենք բոլորս խմբի բոլոր անդամներով մշակել ենք խնդիրները, խնդիրները, հետազոտության ծավալը եւ այլն եւ այլն։ Եվ իհարկե հիմնականը դա այն հարցերն են, որ ինձ թվում է բոլոր հայերն էլ ուզում են, ով ենք մենք, ինչ ենք ուզում, ուր ենք գնում։ Դրան մենք ավելացրեցինք ինչ ենք հիշում, ինչու ենք հիշում, ինչը չենք հիշում եւ ինչու չենք հիշում։ Դա գերմանացի հայտնի շատ հետազոտող կար Ալիդա Ասմանը։ Նա մի հատ գիրք էր տպագրել, որ դա կոչվում էր, ասենք, հիշողության ջնջման մեթոդները, մեխանիկա забвения, ասենք, որտեղ դա իրոք գոյություն ունի եւ հանրային հիշողության մեջ, եւ սոցիալական եւ անհատական։ Եվ պատահական չի, որ հիշողությունը մեզ թվում էր թե ինչ որ կոնստանտ է, չէ, պատմական հիշողություն։ Դուք պատմության իրադարձությունը, որ արդեն եղել է, փոխել չեք կարող, բայց նրա մասին հիշողությունը եւ վերաբերմունքը եւ մեկնաբանությունները բազմաթիվ անգամ փոփոխվում են։ Ընդ որում հասկանալի է, որ փոփոխվում են ելնելով ինչ որ, ասենք, որոշակի քաղաքական կոնյունկտուրայից, օրինակի համար։ Եվ այդ դրա արդյունքում այն, որ մենք անվանում ենք պատմություն, մեր պատմական հիշողությունը կամ սոցիալական հիշողությունը, դա փաստորեն փոփոխական ինչ-որ մի դինամիկ երևույթ է, որովհետև ինչ-որ բաներ հիշվում են, ինչ-որ բաներ ջնջվում են, ինչ-որ երևույթներ հատուկ առաջի պլան են մղվում, երբ դրա կարիքը կա այսօր, ասենք, այս պահին, ինչ-որ բաներ պարզապես մոռացության են տրվում։ Ես այս ամենը համարյա թե մեզ հաջողվեց ֆիքսել այս ուսումնասիրության մեջ, որ ասեմ ձեզ 1500 չափահաս բնակչության շրջանում ենք կատարել Հայաստանի բոլոր մարզերում եւ պահպանելով գիտական չափանիշների ամենախիստ չափանիշային ամբողջությամբ, դա մենք արեցինք, որ համոզված լինենք, որ մեր ստացված արդյունքներին ինչ-որ արժեք կարող են ներկայացնել իրենց համար։ Եվ այո, դա այդ memory studies-ը շատ վերջերս դարել է պոպուլյար, ասենք ամբողջ աշխարհում, որովհետև բոլորն էլ նկատել են, որ մեր պատմական անցյալը մի քիչ չափած անցածնելով կարող ենք ասենք, որ նույնքան անորոշ է, ինչքան ապագան։ Որովհետև ամեն օր, ամեն իրականություն, ամեն այսօր երեկվա անցածը փոխում են։ Վերաշարադրում են, խմբագրում են, այլ կերպ են վերարժևորում են, այսինքն միշտ փոփոխվող անցյալ ունենք եւ ոչ միայն մենք, դա ամբողջ աշխարհում է տեղի ունենում։ Հիմա մեզ այդ հետաքրքրում է այդ փոփոխվող անցյալից մեզ ինչա մնացել։ Մեր բնակչության կոլեկտիվ սոցիալական բանի մշակույթի եւ պատմական ընկալումների մեջ ինչն է մնացել, ինչն է ջնջվել։ Նու հետաքրքիրն է այն էր, որ տեսեք կան բաներ, որ մեզ զարմացրեց, որովհետև օրինակ կային շատ անփոփոխ, իսկապես կոնստանտ մոտեցումներ, որոնք էին հայերի ծագումնաբանությունը 2-ից 4 կամ նույնիսկ 6000 տարի առաջ, գրերի ստեղծումը, հայ գրերի, քրիստոնեության ընդունումը, սրանք այն առանցքն է, որ ինչքան էլ ժամանակ գնա, տարիներ փոխվեն, դրանք չեն ջնջվում։ Կարող է այն սյուներն են, որի շուրջ եւ որի հիման վրա կառուցվում է նաեւ ազգային ինքնությունը։ Ինչու եմ ես սա ընդգծում, որտեղ պատմական հիշողությունը, սոցիալական կոլեկտիվ հիշողությունը հենց այնպես չի մեզ հետաքրքրում։ Դրա հիման վրա ազգային ինքնությունն է ձևավորվում։
Եվ կախված նրանից թե մենք ինչն ենք պահում մեր պատմությունից հիշում, ըստ այնմ էլ ազգային ինքնության ձևափոխումներն էլ սրանից են գալիս, հասկանու՞մ։ Սրանք բոլորը իրար հետ կապված երևույթներ են։ Եվ հետաքրքիր էր, որ հայո կային անփոփոխ հիմնական սյուներ, այսպես ասենք։ Հայոց ինքնության, որոնք զարմանալի չէր, բայց հաճելի էր, որ դրանք ստացվեց նաև բացահայտել հետազոտության արդյունքում, էլի։ Բայց նաև կային մեկ այլ, ասենք, պատմական դրվագներ, իրադարձություններ, որոնք փոփոխական էին։ Օրինակ, մեր հարցվածները այնքան հայ թագավորների անուններ նշեցին, որ մենք ստիպված եղանք գնալ գրքերը բացել, դասագրքերը։ Կան նման թագավորներ եղել են, թե ովքեր են սրանք եղել են, երբ են եղել։ Պարզվեց, որ սենց մի ահռելի հիշողություն կա։ Այսինքն հիշողության խորություն կա։ Խորությունը շատ մեծ էր, զարմանալի։ Նու շտա մարդկանց քանակությունն էլ էր մեծ։ Բայց սա օրինակ, կամ երբ որ մենք հարցնում ենք, ասենք հայ հերոսները ովքեր են։ Դե մեզ հայտնի անունների կողքին, ասենք Նժդե, բան, ասենք Գարեգին Նժդեն էր վերջի տարիների, հա, Սարգսյանը, Մոնտեմելկոն, նրանց կողքին տալիս են այս անուններ, որ մեր համար մի քիչ անսպասելի էր, ասենք։ Օրինակ Մարդիկ կային, որ Կարեն Դեմիրճյան էին, ասենք, նշում։ Ես թվում էր, թե արդեն անցած մոռացած չեն դեմքերիցա, որ կոմունիստական անցյալից, բայց ինչ-որ բաներ մնացել է ըստ երևույթին։ Եվ ուրիշ անուններ էլ։ Ավելին ասեմ, երբ մենք հարցնում էինք, թե ասենք այդ ամբողջ իրենց պատկերացումները հայության մասին, դրանք հիմնվում են ինչի վրա, ով է հայը, ասենք ում եք դուք համարում իսկական հայ։ Եվ մի քանի 6-7 ցուցանիշներ էին նշվում, սրանք իրենք էին տալիս իդո, որտեղ կար ուրեմն արունակցական կապ, հայրը հայ ա եղել, մայրը հայ ա եղել, կար լեզուն, կար նաև հավատքը, Հայաստանում բնակվել, ապրել, այստեղ ծնված լինելը, եւ կար ինքնագիտակցություն, ինքնանկալումը։ Ու սա հետաքրքիր է, որ այս ամբողջ այս 6-7 ցուցանիշները գրեթե բոլորն էլ իրենց մոտեցումը ունեին սրանց նկատմամբ։ Այսինքն երբ որ վերջում ամփոփում ես, երևում է, որ տարբերություններ կանանց ու տղամարդկանց միջև չկար, բայց կար շատ լուրջ տարբերություն սերնդների միջև։ Այսինքն այն ինչ որ հայերի համար, հայրերի համար համարվում էր կարևոր, օրինակցական կապը, հավատքը, հայերեն խոսալը, Հայաստանում ապրել ծնվելը, երիտասարդների մոտ դա գնում էր երկրորդ, երրորդ արդեն պլան եւ իրենց համար միշտ երիտասարդներ, ասեմ 18-ից 30-35 տարեկան հասակի։ Այսօրվա մեր երիտասարդները իրենք առաջնայինը նշում են, թե ինքը իրան ինչ է համարում։ Եթե ինքը իրան հայ է համարում, կարևոր չի հայերեն խոսում է, թե չէ Հայաստանում է ծնվել, թե Հայաստանում չի ծնվել, մայրն է հայ եղել, թե հայրն է եղել, թե չի եղել։ Կարևոր ինքնագիտակցություն։ Հա, կարևոր ինքնագիտակցությունն էր։ Եվ այս տրենդը, այս փոփոխությունը ես համեմատում էի դե Արտասամանյան այլ հետազոտությունների հետ նաև, այդ տրենդը երևում է, որ սրանք ինչ որ այսպես ասեմ, իրենք տարիքային հետ տարիքի հետ սերնդային փոփոխություններ են, սերնդային տրենդներ են, որոնք ամբողջ աշխարհում են տեղի ունենում, պարզվում է, միայն Հայաստանում չեն։ Ըստ երևույթին սրանք ինչ որ ընդհանուր բաներ են, երևույթներ են, որ տարբեր երկրներում իհարկե տարբեր չափով, բայց կարելի է բացահայտել ստուգել։ Փաստորեն պարզվում էր, որ երիտասարդների աշխարհընկալումը, հայ լինելու ընկալումը, այդ ցուցանիշները, բաները, բնութագրերը հայերի ավելի տարբերում էին, քան մեծերինը։ Արդեն երկու սերնդի միջև այդ տարբերությունը զգաց։ Եվ ինչն էր հետաքրքիր, սա ասեմ, որ այս թեման ամփոփեմ, բոլոր այդ ցուցանիշները երիտասարդների մոտ մի քիչ ավելի ցածր նշանակություն ունեին, ցածր նիշեր ունեին, քան 60, 70, 80 տարեկանների մոտ։ Իսկն նույն բաններ, թվարկումներ, բայց ավելի ցածր թվանշերով, տոկոսներով։ Մեծերի մոտ կարծես թե ավանդական արժեքների ընկալումը ավելի խորներ, ավելի հաստատուներ, ավելի կայուներ, իրենց մոտ դա արդեն ձևավորված, կարծրացած, իսկ երիտասարդ սերնդի մոտ արդեն մի փոքր բաներ եղել։ Դա հիմա դա կարող է եւ ընդհանուր ժամանակի առումով ազդեցություն է, կարող է դա ազդեցություններ այն նոր
երևույթների, որ մեր կյանքում տեղի ունենում, ասենք ընդհանուր աշխարհակաղակական փոփոխությունները, վեկտորի փոփոխությունը, որ մենք հիմա չգիտենք, հիմա գնում ենք արևմուտք, թե արևելք, Ռուսաստան, թե չգիտեմ Եվրոպա, այս ամենը մենք մեր տեղում է, լավ կլիներ իհարկե մեր տեղում մնան։ Այս ամենը անկասկած ազդում է եւ երիտասարդության վրա նույնպես։ Հասկանալի է։ Պարոն Զոլյան, դուք իհարկե կարող եք միջև իմ հարցին անդրադառնալը կարող եք ձեր մեկնաբանությունը անել պարոն Պողոսյանի ներկայացած թվերի հետ կապված, բայց այն հետազոտությունը, որի մասին քիչ առաջ ասեցի, դուք այնտեղ մի ուրեմն ենթավերնագիր ունեք, որը իր խորքի մեջ համ գոնե ինձ համար առաջի հայացքից շատ սադրիչ վերնագիր էր, բայց նաև ես հասկանում եմ դրա տակի բովանդակությունն ու էությունը։ Ես ուզում եմ կապ տեսնել, գուցե սխալվում եմ, պարոն Պողոսյանի ասացի հետ կապված։ Դուք վերնագրել եք այդ բաժինը ինքնության փնտրտուք։ Այո։ Նորագույն Հայաստանի քաղաքական դիսկուրսը եւ խորհրդանիշերը։ Ճիշտ եմ հիշում։ Հիմա այդ ինքնության փնտրտուքը դերևս այո, ինքը կարող է ունենալ իր մեջ առաջի հայացքից թե բացասական բան, որ այսինքն ոստ է մենք դեռ ինչ որ ինքնություն պետք է փնտրենք, բայց մյուս կողմից կարող է ունենալ նաև դրական լիցք այն իմաստով, որ իսկ գուցե խախտված ինքնության վերագտնելու փնտրտուքի հարց կա նաև։ Այդ ձեր մոտեցումը է խնդրի։ Որպեսզի հասկանալի լինենք, ես մի փոքր ընդհանուր ձևով ներկայացնեմ մեկ ծրագիրը, այն ինչ որ պատմեց պարոն Պողոսյանը, իհարկե շատ կարևոր է եւ դա այուն եւ միս է տալիս վերջեվերջո, եւ որ տեսական հարցեր են քննարկում, պետք է էլի, այսինքն կոնկրետ թվերու փաստեր կան, էլի, որովհետեւ բայց ճաշակային գնահատականներ չեն, էլի։ Անկամ ոչ թե փաստեր, այլ գաղափարներ, որովհետեւ այն ինչ որ ասեց պարոն Պողոսյանը, բնական է ինչ որ ձևով պիտի ձևավորվեք, որովհետեւ հիմնական մեխը եւ այդպես էր կա վերնագրում, դա պատմական հիշողության եւ ազգային ինքնության ճանաչողական եւ նշանային մեխանիզմն է, ինչպես է ձևավորվում, որտեղ պատմական հիշողությունը որպես այդպեսին գոյություն չունի։ Դա մենք կարող ենք անհատական հիշողություն ունենալ, բայց Տիգրան Մեծի մասին իհարկե որ մեկը չի տեսել եւ կան տարբեր տեսակի հիշողություններ, այս առումով այն ինչ որ մենք ասում ենք, կարծես թե որպես հոմանիշներ, պատմական եւ կոլեկտիվ հիշողություն։ Կարծես թե տարբեր բաներ են, որտեղ մի բանը այդ խոսում է բովանդակության ինչի մասին է, պատմության, մյուսը ձևի մասին, այսինքն գրիչը կոլեկտիվն է, բայց իրականում դրանք նույնն են, որովհետեւ անհատը ունի հիշողություն, իսկ կոլեկտիվը չի կարող ունենալ, որովհետեւ չունի, մեր հիշողությունը մեր ուղեղում է, իսկ ո՞րն է կոլեկտիվի ուղեղը։ Դա փաստորեն հասարակությունն է, որը ստեղծում է ինչ-ինչ մեխանիզմներով, պատմություններով, պատմիչների, կենսագրություններով, հերոսների, պաշտամունքով եւ այլն եւ այլն։ Հազար ու մի ձև կա, ինչպես ենք մենք կերտում եւ այս առումով այդ կառուցման միշտ լինում է կառուցման փուլում։ Այսինքն ինքը process է, ոչ թե սեպագիր արձակագրության նման պատի խփածը, որ հայ ինքնությունը է սա։ Անկամ եթե պատին խփած է սեպագիրը մեկը պիտի կարողանա կարդալ, պետք է սովորացնել կարդալը, ինչպես է կարդում։ Այս առումով դա գիտեք, ես ուզում եմ հիշեցնել Էրնեստ Ռենանի, որովհետև ինչ բան է ազգը, եթե գիտական process-ները, այն նրա հոդվածից են սկսում։ Եվ ինքը գրում է, որ ազգը դա ամենօրյա հանրակրվե է։ Ամենօրյա հանրակրվե, որովհետև այնտեղ ձևավորվում է ինչ որ մի խումբ մարդկանց համերաշխություն եւ ընդհանուր պատկերացումներ իրենց անցյալի եւ ապագայի մասին։ Այսինքն ամեն օր մենք ձևավորում ենք մեր այդ պատմությունը, ինչն է մեզ կարևոր եւ դա երկրորդը ասեմ, հիշողությունը դա այդպես չէ, որ մեկը ավելի գրագետ է, ավելի հետաքրքիր բաներ կարող է պատմել, ոչ։ Հիշողությունը դա ադապտիվ մեխանիզմ է, այսինքն հարմարվողական։ Մենք հարմարվում ենք միջավայրին շնորհիվ մեր հիշողությանը, սկսած ամենատարական ձևից, ինչպես ենք բաժակը բարձրացնում, բնական ամենասակրկում, մինչև այդ ինչպես ես պետք է հասնեմ տուն, ինչ պիտի անեմ վաղը եւ այլն, այսինքն այս ամենը պիտի ձևավորվի եւ բնական է դա ոչ թե ինքնստյան ինքնաբուխ process է, այլ գործընթաց։ Այս առումով միշտ էլ փոփոխի մեջ ենք, բայց կարող է լինել հաջող եւ անհաջող։ Այսինքն մենք կարող ենք գնալ սխալ ուղղությամբ եւ երբ կորցնում ենք այդ համերաշխությունը, որ կա,
եթե մենք ունենք տարբեր պատկերացումներ մեր անցյալի եւ ապագայի մասին, դրա վերջն է դա ազգի կործանումն է կամ քաղաքացիական պատերազմ, երբ մարդիկ, որ նույն ենթանենք դե վերցնենք, չգիտեմ, Միացյալ Նահանգները, մարդիկ, որ նույն լեզվով են խոսում, նույն մշակույթը կարծես թե ունեն, կամ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմը, կամ թե Հայաստանի 18 դեպ դա եւս մեկ ողբերգությունն է, եթե վերցնենք Հարավային Կովկասը, միայն Հայաստանում է, որ իրականում քաղաքացիական պատերազմ է եղել։ Այսինքն մենք տեսնում ենք այդ վտանգը եւ այս վտանգը մենք այսօր էլ ունենք։ Եթե մենք կարդանք ինչ է կատարվում, այդ պատերազմը ճիշտ է, այսօր ավելի շուտ Facebook-ում եւ ինտերնետներում է ընթանում, բայց մենք տեսնում ենք այդ իմ բերած օրինակներից ինչ արագ ձևով դա կարող է դուրս գա եւ փողոց։ Այսինքն մենք տեսնում ենք մանավանդ եթե գեներալացում անհանդուրժողականություն, երբ մարդուն չեն լսում, այլ միանգամից նայում են, հա դու այն մարդն ես, հա դե parza, ուրեմն ինչ էլ ասես չեմ ընդունում եւ այլն։ Պիտակավորում են Պիտակավորում, որակավորումներ եւ այլն եւ այլն։ Եվ դա ինչից է գալիս, որ մենք ունենք տարբեր պատկերացումներ ապագայի վերաբերյալ եւ այդ ինչն է եւ այդ ապագայում մենք ուրիշին չենք տեսնում կամ ուրիշը մեզ չի տեսնում ուստիպված այստեղ ուրիշ բան է գալիս արդեն մի փոքր շեղվելով թեմայից դա գալիս է թշնամու կերպար որտեղ քաղաքականության համար անհրաժեշտ է ունենալ թշնամի իսկ եթե դու չունես դու մեկ ուրիշի թշնամին ես այլապես դու քաղաքական սուբյեկտ չես, դա Շմիդտի հանրահայտեսությունն է, այսինքն այս խնդիրները շատ կան եւ այս առումով եթե վերցնենք մեր 30 տարվա ճանապարհ, մենք տեսնում ենք, որ մենք այդպես ասած վերցնելով եւ մեզ թվում է, որ մենք վերցնում ենք հնից եկածը, բայց իրականում դա պիտի փոփոխվի եւ փոփոխությունները եղել են, բայց չեն բերել այն բնական եւ ինչ որ մի համերաշխությանը, որ պիտի ստեղծվի։ Թեև դրա փորձերը կային, եթե պետք է մենք ավելի մանրամասն կխոսենք, թե որն է ավելի հաջողված եղել, որը անհաջող, եւ բնական է պետք է տեսնենք գործնական տեսանկյունից, այսինքն ոչ որ դա ավելի գեղեցիկ է, այլ որն է նպաստում է ազգի համերաշխությանը, որը ավելի մեծ հնարավորություն է տալիս եւ տվյալ դեպքում ես ուզում եմ շարունակել այն ինչի ասել Գևորգ, այնտեղ կան մի վտանգավոր պահ, երբ մենք ասում ենք մենք բոլորս հայ ենք, իրար սիրում ենք եւ այլն, բայց կան խորհրդային ցուցիչներ, որ ցույց է տալիս, որ ես իմ հարևանին չեմ սիրում։ Եվ ինչու չեմ սիրում, որ ինքը Բաքվից է եկել, կամ Ջավախից է եկել, կամ Ռուսաստանից է եկել։ Այսինքն այդ տարբերություն եւ իմ աղջկան նրան չեմ տա։ Այսինքն դա ցույց է տալիս, որ այդ համերաշխությունը կարծեցյալ է։ Դա բավարար չէ, որ մենք խոսենք ինչ-որ ընդհանրություններից եւ բոլորս իմանանք ենթադրենք, որ ով է ստեղծել Հայբուբենը, այլ նաեւ հասկանանք, որ ուրիշը մեր կողքին ապրող նա նույնպես այն բոլորալ իրավունքները ունի եւ մեր պատմության հանդեպ եւ մեր ապագայի։ Եվ նույնից ասեմ, որ շատ կարևոր է տեսնել ինչպես է ստեղծվում, տվյալ դեպքում մենք այդ հարցը քաղաքական խնդիրներ չենք դնում, ասել դա ճիշտ է, դա սխալ, մենք ուղղակի արձանագրում ենք, որ այդպիսի գործընթացներ կան, մեխանիզմ մեկ, բայց դա հնարավորություն է տալիս տեսնել, որտեղ այդ կոնստրուկտիվիզմը հնարավորություն է տեսնել, եթե սխալ ուղիով են գնում, բնականաբար պետք է կանխվի, բայց դե համար արդեն եւ հանրությունը պիտի հասկանա ինչ է կատարվում, ինչ վտանգ է հանրությանը սպասում, եթե ինքը այն կողմնորոշվի հենց հակամարտության սև ու սպիտակների դրամաբանությամբ գնա։ Եւ դա կլանելու է եւ ստեղծելու է նոր հակահերոսներ, նորից վերանայելու պատմությունը, նախկին հերոսները կդառնան թշնամիներ եւ հակառակը նույն նոր առաքյալների եւ նոր մարտիրոսների, ինչը որ եղել է, մենք հիշում ենք հիմա տվյալ դեպքում փաստորեն այդ եւ հուշարձաններ են կառուցվել, հետո քանդվել, հիմա կան հուշարձաններ, որոնք մի տեղ կա ենթադրենք հայ վիժարունների հուշարձանը, մյուստեղ ինչ-որ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշարձանը եւ այլն։ Եվ այս խառնաշփոթ վիճակը, որ մենք այսօր ունենք, այդ էկլեկտիկամգությունը, իհարկե դա քանդում է ներսից, որովհետեւ դա կոչվում է շիզոֆրենիա։ Նման հակադիր ազդակներ ունենալու դեպքում դու չես կարող ասել որն է ճիշտը, որը սխալ, որովհետև բոլոր դեպքում քանի որ մեկ հիմքում ոչ միայն նշանային, այլ նաև ճանաչողական, այսինքն կոգնիտիվը ունի շատ հստակ այո ոչ,
լավ, վատ։ Եվ ամեն մի խորհրդանիշ դրա վրա է ստեղծված։ Դու կարող ես տարբեր մեկնաբանություններ տալ, ենթադրենք այստեղ բաժակը կիսատետ է, կիսով լիքն է, թե կիսով դատարկ, բայց դու չես կարող ասել, որ այստեղ ջուր չկա, այստեղ ինչ-որ մանրեներ են, մոլեկուլաներ են, մոլեգնոմ եւ այլն, այսինքն դու լրիվ խառնես ամեն ինչ եւ ակնեն ասես դա ոչ թե ջուր է, այլ H2O, այսինքն տանես բոլորին դա եւ այն ժամանակ ես չեմ կարող հասկանալ, ես կարող եմ խմել այդ բաժակից, թե ոչ։ Այդպիսի խառնաշփոթ կոգնիտիվ դիսոնանսները եւ տարբեր ազդակներ եւ խորհրդանիշների պատերազմը, որ գոյություն ունի այսօր մենք իհարկե անդրադառնալու է, որ մենք ի վիճակի չենք լինի կառուցել մեր ապագան, որովհետեւ մեկը կարող ասի լավ տարբեր տեսակետներ ունենք մեր անցյալի ինչ բան, եթե չունես այդ ադապտիվ մեխանիզմը, դու չես կարող որոշել քո քայլը, եթե դու մոռացել ես ինչպես ես քայլել, երեք դու այսօր չես կարողանա այսօր քայլել։ Հիմա տեսեք մի հետաքրքիր բան կա, երբ որ առիթ է լինում, քիչ առաջ էլ ասացի մենք շատ դեպքերում նույնիսկ առանց առիթի, երբ որ ուզում ենք ինքներս մեզ գնահատենք, արժևորենք, ինչ ենք ասում ենք, դե մենք հազարամյակների պատմություն ունենք, շատ հարուստ մշակույթ ունենք, բայց ձեր նաև ասած եմ մի քիչ ծայրահեղացնելով իհարկե, մի քիչ գույները մքացնելով կարելի ասել հետևյալը, եթե դու այդ պատմության կրողը չես եւ կոնսենսուս չունես ինքդ քո պատմության շատ ու շատ դեպքերի ու դեմքերի հետ կապված, ինչ կապ ունի քո պատմությունը 100 տարվա է թե 10000 տարվա, կամ եթե դու ասում ես, որ ես Եվ իրոք բարի լավ իմաստով հպարտանալու բոլոր առիթներն ունես, որ մենք հայերս ունենք բազմադարյան մշակույթ, որով որ այսօր գոյություն ունեցող շատ էլ նենց ազգեր չեմ, որ այդ ծավալի, ժամանակային ծավալի եւ ընդգրկման խորության մշակույթ ունենք, բայց եթե դու այդ մշակույթի կրողը չես, եթե այդ մշակույթը թույլ չի տալիս նույնիսկ ամենապարզագույն հարցերի հետ կապված, ես դեռ չեմ ասում ինչ երաժշտություն ենք լսում, ինչ ֆիլմեր ենք նայում, ընդհանրապես հայկական պարեր ենք պարում, թե ինչ ենք պարում, դրան դեռ չեմ անդրադառնում, եթե երկու հայ խոսում են, որ մենք ունենք բազմադարյան մշակույթ եւ խոսակցության բանավեճի կուլտուրա մշակույթ չունեն, էլ արդեն կապ չունի, էլի դու այդ հազարամյակների մշակույթ ունես, թե չէ, բայց ես մի ուրիշ բանի եմ ուզում անդրադառնալ ձեր երկուսի կողմից առաջ քաշված ուրեմն այդ հիմնական թեզերի հետ կապված Էլի ուզում եմ անդրադառնալ տվյալ պարագայում պարոն Պողոսյանի գիտական հոդվածներից մեկից գուցե վերնագիրը հիմա լավ չվերարտադրեմ, սխալ մի քիչ վերարտադրեմ, բայց մոտավորապես հնչում էր ինչքան հիշում եմ այսպես Ինչքանով եմ ես ուրախ, որ ես հայ եմ։ Ճիշտ երջանիկ։ Հիմա այդ հետազոտության տրամաբանությունից ելնելով իմ մոտ հարց է առաջանում, իսկ ինչի պիտի ես ինձ երջանիկ համարեմ, որ ես հայ եմ, եթե դա կապ չունի իմ պատմական հիշողության հետ եւ մշակութային արժեհամակարգի հետ։ Եթե այդ երկուսը հանում եմ, ես որպես անհատ լիքարիտներ կարող եմ ունենալ երջանիկ լինելու, բայց որպես հայ երջանիկ լինելու հիմքում պիտի լինի, չէ՞։ Ինչ-որ բան պիտի լինի, որը որ ինձ որպես հայի միավորելու է մյուս հայերի հետ, որովհետև ես չեմ կարող իրենց դժբախտ համարող հայերի մեջ, որ բոլորը ասեն, ես ինչ դժբախտ եմ, որ հայ եմ ծնվել, ես էլ անգարց ասեմ, ես շատ երջանիկ եմ, այդ ինչի իման վրա։ Չէ, նախ անսպասելի մի բան ասեմ, վերջի մի 10-15 տարվա միջազգային ուսումնասիրությունում երջանկության ուսումնասիրություններ են արվում։ Այո, գիտեմ։ Հայերը միշտ նենց առաջի տեղերում են հայտնվում, ինչու չգիտեմ, բայց այդպես է։ Ես փորձել եմ բացատրել, դժվարացել եմ։ Չէ, բայց երջանիկ են, ընդհանրապես թե երջանիկ են, որ հայ են։ Չէ, այդ ձեր վերնագրի հետ ուրիշ, հիմա ես տարբերությունը կասեմ, այդ միջազգայինը ուղղակի բարձրով է հարցադրում, դուք ձեզ երջանիկ եք զգում, թե չէ։ Մենք փոխեցինք, խորացրեցինք, իմիջիալից նման հարցումներ արվել են Եվրոպայում էլ, այնտեղ հարցում են, ասենք դուք ձեզ բավարարված եք զգում, երջանիկ եք զգում, որ դուք ֆրանսիացի եք կամ բելգիացի եք, չգիտեմ, մենք էլ հարցում ենք, որ դուք հայ եք։ Հա, այդ պատասխանները հետաքրքիր էին, մեծ մասը երջանիկ էին, այսպես ասեմ, բայց
այստեղ գիտեք ինչ կա, հիշողության պատերազմներ գոյություն ունեն, հասկանում եք, տարբեր եւ երկրների միջև, ազգերի միջև եւ մարդկանց միջև եւ նույնիսկ մեկ ազգի միջև այդ հիշողության պատերազմները գնում են, խորանում են ու այսօր էլ դրանք կան։ Որ պատահական չի, մենք նշեցինք այստեղ Վարոն Զոլյանն է նշեց, որ թեպետև մենք մեկ ազգ ենք մեզ գում, բայց մեր մեջ տարբերություններ կան։ Հիմա խնդիրը այստեղ որն է։ Իրոք մենք շատ հին ազգ ենք։ Իրոք հնարավոր ազգերի մեջ մոտ 6 ազգ են նշում, այնտեղ հայերը անպայման կան, չինացիները, հայերը, եգիպտացիները, հույները, իտալացիները, բայց հայերը միշտ նշում են։ Այդ միջազգային ասոցիացիայում այդպիսի ասոցիացիա գոյություն ունի հնարավոր ազգերի, այնտեղ Հայաստանը 17 թե 16 թվականից ընդգրկված է, որպես հնարավոր ազգ։ Բացի դրանից մենք բազմաթիվ եզակի, այսպես ասեմ, առանձնահատկություններ ունենք, որ շատ ու շատ տասնյակ հարյուրավոր ուրիշ ազգեր չունեն։ Հիմա դա կարող ենք համարենք, որ մենք մեզ գովում ենք, թե պարզապես մենք մեզ մեծացնում ենք, բայց դա փաստ է։ Ասենք եզակի երկրներ կան, որ նախ այդքան հին են մեկ, երկրորդ որ սեփական գիր ու գրականություն ունեն, որտեղ շատերը գրում են իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, ինչ լեզու ուզես, լատիներեն, չգիտեմ, արաբերեն, հայերը գրում են միայն հայերեն։ Եզակի երկրներ կան, որ խոսում են սոցիալական ցանցերում միշտ չի որ դերակայել։ Ուրիշ է, բայց մեր լեզուն հայերենն է։ Շատ երկրներ կան, որ խոսում են ուրիշ լեզվով, ասենք բրազիլացիները խոսում են իսպաներեն, պորտուգալերեն, մեքսիկացիները իսպաներեն, իսպանացիները բայց հայերը խոսում են միայն հայերեն։ Հետո հայերը այն եզակի ազգերից են, որոնք ավելի շատ դրսում են, քան թե ներսում են։ Ասենք մեր սփյուռքը մոտ 8 իմիջիալոց հարցումներով էլ մենք բարձում ենք, թե ինչքան է հայությունը համաշխարհային, ուրեմն 8 միլիոնից մինչև 20 միլիոն նշում էին, բայց հայերի կարծիքով հայերի թիվը աշխարհում 8-ից 20 միլիոն է։ Բայց դե մոտավոր բաներով, տվյալներով դա մոտ 8 միլիոն են, որից մոտ 3-ը Հայաստանում են։ Այսպիսի ազգեր էլ շատ քիչ կան համարյա, ճիշտ է կդժվարանան, բայց ասենք կարելի է գտնել 1-2, սա եզակի ցուցանիշ է։ Կամ որ վերցնում եք բնակության վայրը, չէ՞, ամենաուրբանացված, ուրբանիզացված ազգերից են հայերը։ Դե միջին մակարդակը միջազգային 50% ապրում են քաղաքներում, մնացածը գյուղերում, հայերի 70%-ն է բնակվում, այն էլ 37%-ը միայն Երևանում։ Ես հատուկ նայեցի, թե ինչքան երկրներ կան, որտեղ ասենք մայրաքաղաքում բնակվում է 25%-ից ավել բնակչություն։ 5 երկիր կա ամբողջ աշխարհում, ու Հայաստանը նույնպես առաջի տեղում է, որտեղ 37%-ը բնակվում են միայն Երևան քաղաքում։ Ու սրանք կարելի է շարունակել, ես ամբողջ մի 10-20 ցուցանիշներ եմ գտել, հավաքել, որտեղից երևում է, որ իսկապես եզակի երևույթ է Հայաստանը եւ հայերը։ Հիմա սա ինչքանով մենք դա ընկալում ենք, ինչքանով դրան ծանոթ ենք, ինչքանով մենք դրանից գոհ ենք կամ դժգոհ ենք, այսինքն դա մեզ ինչ որ բան տալիս է մեզ բոլորիս հայերիս, թե հակառակ դա համարում ենք, որ ավելի լավ է իտալացի լինեինք կամ չգիտեմ իսպանացի լինեինք, այդ դեպքում մեր գրականությունը 10 երկրներում կկարդային։ Իսկ դու եթե միայն հայերեն ես գրում, Ավետիք Իսահակյանը თუ, որոնց իրան պետքա թարգմանեն, որ ինքը հասանելի լինի, ասենք ռուսներին, անգլիացիներին, եւ պլյուսներ էլ կան, մինուսներ էլ կան, էլի։ Բայց բոլոր դեպքերում մեր ինքնությունը, այն որ մենք հայեր ենք եւ մենք մեզ ճանաչում ենք որպես հայ, առաջի քրիստոնյա չէ, երկիր աշխարհի, որ միջև հիմա պահպանվել է եւ ունի իր պետականությունը, սա նույնպես եզակի երևույթ է, որտեղ շատ ազգեր պարզապես գնացել ջնջվել են, կորել են պատմության ցանկերի մեջ, ոչ կամ պետականություն չունեն։ Հիմա բայց եթե նայում ես խորքային հայացքով, այնինչ Զոլյանն էր ասում, որ ներսում էթնոսի ներսում ինչ տարբեր։ Միգուցե հենց դա գալիս է նրանից, որ մենք միատարր ենք, հոմոգեն ենք։ 97%-ը մեր բնակչության հայ են ազգությամբ։ Էթնիկ հայեր են, հասկանում, բոլորը հայեր են խոսում, բոլորը քրիստոնյա են։ Սա երևի բերում է նրան, որ մենք մեր տարբերությունները ուզում ենք արդեն ներսում գտնենք, էլի։
Եվ մենք դա փորձեցինք այդ հատուկ մեթոդ կա, ես ասել եմ կարծեմ Բոգարդուսի սանդղակն է, որով իմիջիալոց սոցիոլոգները միջազգային համաշխարհային չափում են այլ ազգերի նկատմամբ վերաբերմունքը։ Յուրային օտարի։ Հա, յուրային օտարի, շվեդերը նայում են ֆիներին ինչպես են վերաբերում, անգլիացիները, ֆրանսիացիներին, բայց մենք նայում ենք հայերը իրանք ինչպես են վերաբերվում, որովհետև մենք ներսում տարբեր ենք։ Եվ պարզվեց, որ Բոգարդուսի սոցիալական դիստանցիայի սանդղակ է կոչվում։ Թե դու ինչքանով դիմացինիդ քեզ մոտ կթողնես, որին քո հարևանը լինի, քո քաղաքում բնակվի, քո հետ աշխատի, քո երեխաների հետ նույն դպրոց գնա, քո բժիշկը լինի, հա, երեխաները նույն դպրոց գնան կամ վերջապես դու քո տղային կամ աղջկան կամ ուսնասերի նրա որդու կամ դոստերի հետ, էլի։ Սա այդ սոցիալական սանդղակն է, որ կամաց ավելի է մոտ։ Եվ ինչ ցուցանիշը։ Եվ զարմանալի բան էր, որ բարձում է կան մեր մեջ, ասենք հայեր ռուսաստանցի, կան պարսկաստանցի, կան ուրեմն ջավախցի, վրաստանցի, կան ղարաբաղցի եւ վերջապես կան բաքվեցի։ Ես ասում եմ վերջապես, որովհետեւ սանդղակի ամենավերջում բաքվեցի հայերն են, չգիտես ինչու։ Այսինքն իրանց ոչ տղա, ոչ աղջիկ կտան, ոչ ուզում են հարևան լինեն, ոչ հետաշ։ Հետո մի քիչ ավելի մոտ ղարաբաղցիներն էին, դու ամենամոտը ուրեմն արտասահմանցի, այսինքն արևմուտքի հայերն էին եւ ռուսաստանցի հայերն էին, ամենամոտ ընկալումները։ Հիմա սրա բացատրումները իհարկե կան, տարբեր պատճառները հասկանալի են, կարելի է երկար ասենք մեկնաբանել, դա քննարկել, բայց դա խնդրեմ է, որովհետև դա ներքին կառուցվածքի սուբէթնիկ հարաբերությունների փաստորեն ցուցանիշ է, եւ դա գոյություն ունի։ Եվ մենք դրա հետ պետք է ինչ-որ ձևով հաշտվենք կամ հասկանանք կամ միգուցե եւ աշխատենք այդ ուղղությամբ։ Բայց նույն տրամաբանությամբ, պարոն Զոլյան, տեսեք, եթե մենք այդ կարևորագույն մարդու ընտանիքի հասարակության կենսագործունեության նմանատիպ հարցերում կարող է մեր մոտ յուրային եւ օտար ընկալումը հասնի նույնիսկ այդ աստիճանի, այդ դեպքում էլի անդրադառնալով ուրեմն այդ աշխատության մեկ ուրիշ ենթավերնագրի, որտեղ որ գրում եք 4-րդ հանրապետության ուրվականը։ Հիմա այն ինչ տեղի ունեցել, եթե խոսում ենք պատմական հիշողության մասին, ասենք շուտ ասելուկի նման մի բան կա, չէ՞ մեր հասարակության մեջ, այ մենք պատմության դասերի չենք սովորում, դրա համար պատմությունը կրկնվում է, բայց պատմությունը կարող է կրկնվի նաև այն ժամանակ, երբ որ դու սովորում ես ու ճիշտ հետևություն ես անում, այսինքն պատմության կրկնումը անպայմանորեն վատ դեպքով չի։ Վատ իրացնելու հետ կապված։ Այո, այսինքն մենք ինչի ենք ասում, մենք պատմությունից դասեր չենք քաղել, հերթական անգամ վատ վիճակի մեջ հայտնվեցինք, իսկ գուցեև դասեր քաղենք եւ հերթական անգամ լավ վիճակի մեջ հայտնվենք, բայց եթե խոսում ենք 4-րդ հանրապետության ուրվականի մասին, այդ պետական կառուցվածք, չգիտեմ, արտաքին ու ներքին քաղաքականությունը, ամեն ինչը դեռ երկրորդական, երրորդական են։ Իմ կարծիքով այն հարցերը, ինչի մասին որ մենք հիմա քննարկում ենք, իրենք ազգաստեղծ եւ պետականաստեղծ տարեր են իրենց մեջ պարունակում, որովհետեւ եթե չկա ընդհանրություն պատմության ու մշակույթի կարևորագույն հարցերի ընկալման մեջ, եթե կա հակադրություն նույնիսկ պատմականորեն ձևավորված տարանջատումների հետ կապված, այդ պարագայում այդ 4-րդ հանրապետության ուրվականը շատ վախենալու չի։ Գիտեք, ես ուզում եի որպես գիտնական, այսինքն անդրադառնալ եւ որպես խորհրդանիշ, ով է ստեղծել եւ այլն։ Բնական է, լավ գիտենք, որ դա ստեղծել է Արմեն Սարգսյանը, նախագահ եղած ժամանակ հոդված է գրել եւ խոսք է տվել բացատրել ինչպես պետք է հասնել հաջորդ հոդվածում, բայց այդ հաջորդ հոդվածը այդպես էլ չգրեց, բայց այդ բառը չեն օգտագործում, բայց փաստորեն մենք
Մեզ մղում են դեպի 4-րդ հանրապետություն, կանցես թե նոր։ Ինչու են դա վտանգավոր համարում, կանցես թե ինչ տալու 3-րդ, 4-րդ, որովհետև 3-րդ հանրապետությունը ուներ մի, այնպես ասած, համերաշխության բերելու գաղափար։ Եղել է առաջի հանրապետություն, եղել է երկրորդ, այլ երկրորդն է իր շարունակությունն է, ճիշտ է, դե կոմունիստները կռվել են դաշնակների հետ, բայց լավ կոմունիստներ եւ լավ դաշնակներ եք չկարողացել են մի բան ազգայինը ստեղծել եւ մենք արդեն այսօր 3-րդ հանրապետություն ենք։ Այսինքն այս դիսկուրսը, այդ խոսույթը ստեղծվել է իդեպ որպես հակակշիռ այն Լևոն Տեր-Պետրոսյանի, որը փորձել է նոր ազգ, նոր պետություն, որ մենք միջև այդ ժողովուրդը ենք նոր ազգ ենք դարձել, չեմ անդրադառնա, որտեղ դա իհարկե գիտական առումով, քաղաքագիտական առումով սխալ է, բայց ամենապես կարգախոս, որ հանրակրվեով մենք վերջապես ազգ դարձանք, ժխտելով մնացածը։ Բայց դա չհաջողվեց, որովհետև հանրությունը ստիպեց իր մոտեցումները բերել եւ այնտեղ շատ ներդաշնակ ձևով խորհրդային եւ այնպես ասած հակախորհրդային խորհրդանիշները գոյատևում էին, որովհետև կար նաև մետա գաղափար, ամենաբարձր գաղափար, որ մենք զարգացնում ենք պետականությունը։ Այդ գաղափարը կար։ Ինչ է ասում 4-րդ հանրապետության գաղափարը, որ ամեն ինչը պետք է թողնել եւ սկսել զրոյից։ Այսինքն զրոյացնել այդ 3 հանրապետությունները, մեր ամբողջ պատմությունը եւ դրանով է պայմանավորված նաև այդ պայքարը ավանդական խորհրդանիշների։ Եվ գալիս է անգամ հետեւությանը, որովհետև ենթադրենք եթե վերցնենք զինանշանը, դա զինանշանը դա կենթաբանության դասագիք չի։ Երբ որ ասում են, որ Հայաստանում չկային առյուծներ, կամ չկան։ Կարելի է կարծել Անգլիայում առյուծները շատ էին, որ գերդի նույնիսկ 3 հատ է։ Ինչքան գիտեմ, այնտեղ Եդինարուկ էլ կա, ո՞ց է, չէ։ Եդինարուկ մի երջուր է կա։ Ռուսաստանում երկգլխանի ակտիվներ կա, բայց Պեգաս կա, ինչ որ տեղ թեվավոր ձիկա եւ այլն։ Ենք շեղվում, բայց սա արդեն կարգական խնդիր է, որովհետեւ հասարակությունը պետք է այդքան հասկանա եւ մարդը վախենա նման բան ասել, որովհետեւ ես չեմ պատկերացնում Ռուսաստանում մի քաղաքական գործիչ ասի փոխենք մեր զինանշանը, որովհետև մեզանում չկան երկգլխանի ակտիվներ։ Ռուսաստանում չկան, բայց դրանք ոչ թե Ռուսաստանում են, այլ Ռուսաստանի պատմության մեջ գոյություն ունեն։ Այս առումով պետք է հասկանալ, որ դա խորհրդանիշ է։ Եթե դու չես տարբերում խորհրդանիշը իրականությունից եւ այդ քո սխալը ես սկսում ես պայքարել ասելով, որ դա է իրականը, դա շատ մենք գալիս ենք, ինչու եմ ասում, որովհետև այս ամենը նոր բան չէ, ուղղակի պետք է տեսնել 5 տակ 4-5 դարում նույն հին Հունաստանում այդ ճիշտ այն Դեմոսը, Օխլոսը ինչու հաղթեր եք բարձրացնում, բայց այնտեղ բարձ բացատրություններ տալիս էին, թե ինչոց է, որ ճիշտ է այնտեղ Արիստոտելին հիշենք, որ ինքը ինչից է սկսում, ասում մարդը ծնվել է երջանիկ ապրելու համար, բայց երջանիկ կարող է լինել հանրությունում, որովհետև ինքը հանրային կենթանի է, մարդը հանրային կենթանի է, որտեղից է գալիս, եւ դրա համար երջանիկ կարող է լինի հանրության։ Եվ ես ուզում եմ գալ այս հանրության գաղափարին, ինչու եմ ասում, որ 3-րդ հանրապետության որպես սիմվոլ, որպես ինքը տալիս է համերաշխությանը, 4-ը հակադրվում է մնացած 3-ներին, որ 3-ը սխալ են, մենք հիմա ճիշտ ենք անելու, բայց դա արդեն ինչ է նշանակում, որ դա արդեն հենց այդ հեղափոխության եւ քաղաքացիական պատերազմի տեսական հիմնավորումն է։ Ինչ կոչն տեսական չի, ավելի վտանգավոր, ճանաչող կոգնիտիվ, կոգնիտիվ, որը շատ ավելի վտանգավոր է, որտեղ գալիս է դեպի խորքերը։ Եվ մենք նորից որովհետև ինքը տեսական վեճ չի, ինքը ինքնության կոդերի վերացման։ Այո, որովհետև մենք ունենք, եթե քաղաքացիության մեջ վերցնենք, կա դոկտրինա, որը հավակնում է գիտական լինել, բացատրում է ինչոց է, բայց ամբողջին տանում է հենց սիմվոլը միֆը, որ նրանք պիտի լինեն, եւ դա այստեղ գաղափարը սլոգան շատ կարճ ձևով պիտի արտահայտված լինի, եւ մենք երբ խոսում ենք, նրանք արդեն սլոգաններ են, այս հարումով անդրադառնանք, որ դուք ասեցինք Գևորգ ասեց մեկի վերահսկությունների մասին։ Իհարկե դա շատ հետաքրքիր այսինքն մեկ ազգը, որ դա ստեղծվել է ոչ թե վերջերս, ինչպես ես Հրենանից հետո եւ այլն, այլ 5-րդ դարում, որովհետեւ ստեղծվել է նախ առանձնացել է եւ հատուկ ինչ-որ առաքելական եկեղեցին
որ տարբերվել է բոլոր այլ եւ ոչ Այլ, միայն բյուզանդական, քրիստոնյա, այլ նաեւ այլ արևիցան նեստորական, չգիտեմ, խալդեական եւ այլն։ Դա էլ առանձնահատկություն է։ Առանձնահատկություն, լեզու, լեզվին կից այբուբեն եւ շատ կարեւոր է ժամանակությունը եկեղեցական այդ բոլոր հայերեն է եղել եւ դա նույնպես դա մի կողմից միացրել է, բայց այստեղ մի վտանգավոր պահ կար որի մասին, այսինքն մենք եթե դա միասնական է դարձել ազգը նաեւ ունենք բայց մի ձևով վանում եք նրան ով մի հատկանիշին չեք Քարկեդոնական հայերին ինչքան խնդրեմ եղավ, ոգեվ անգամ պատերազմն էր, որ եթե հայերեն չգիտես կամ հայերեն սխալներով ես գրում շուտ տված հայ եւ այլն։ Ես ձեզ ավելին ասեմ, հիշում եք 90-ականների կեսերից, երբ որ մեծ հետաքրքրություն առաջացավ Համշենահայերի մշակույթի հետ կապված, ես լուրջ մարդկանց հոդվածներ եմ հիշում, որոնք ասում էին, այսինքն ոստ է, եթե մուսուլմանը, այսինքն այդ մարդը կրոնափոխ է բռնի մահմեդական հայ գոյություն չունի, այսինքն ինքը ինչ հայ, էլ հայ չի։ Այսինքն փոխանակ, որ մենք բերենք այդպես ասած այդ պրոզելետիզմը, քո կրոնը, քո դավանանքի բերես ուրիշին, հակառակը դու վանում ես նույնիսկ կոմիչից շատ կոմիչից եւ բնական է դա տալիս է այն որ չես կարող ապահովես աճը։ Եվ Գևորգ որ ասում եմ, խնդիրը միայն թարգմանությունը չի։ Եթե դու ստեղծում ես այդպես ասած նեղ շրջանակներ, ապա ուրիշին այդքան էլ հետաքրքիր չի։ Դու ինչ ես անում քո նեղ շրջանակներում, ուզում ես թարգմանը, ուզում ես մի։ Հա, այնքան էլ բան չէ։ Հիմա ես քանի որ դրան անդրադարձակ մի խնդրի վրա եմ ուշադրություն ուզում դարձնել։ Տեսեք, մենք երբեմն երբ որ շատ բան տեսակ ոնց ասեմ կամահրական էլ չասեմ նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք ենք ունենում այնպիսի կարևոր հիմնախնդիրների ինչպիսին է պատմական հիշողության շատ ու շատ դրվագներ կամ ազգային պետական խորհրդանիշեր մենք կատարում ենք անգամ եթե մենք այդ ցանկությունը չունենք մենք կատարում ենք մի շատ վատ բան ազգաշինության եւ պետականաշինության տեսակետից տեսեք ինչ է առաջանում երբ որ մենք խոսում ենք թե մեր պատմական հիշողությունը ինչ կարևոր նշանակություն ունի մեր ազգի ու պետության կենսագործունեության համար պիտի հաշվի առնենք որ մեր հետ մրցակցող ել չասեմ մեր նկատմամբ թշնամական դիրքորոշում ունեցող երկրների պարագայում առաջին բաներից մեկը որ կա դա մեր պատմության ու մշակույթի խեղաթյուրման փորձերն են որոնք միշտ եղել են սահմանակից հարևան երկր այո որի առաջին այսինքն միջև ինքը քո տարածքը յուրացնի ինքը փորձում է յուրացնել քո մշակույթը փորձում է խեղաթյուրել քո պատմությունը եւ յուրացնել նաեւ ինչ որտեղ քո պատմությունը եւ ամենացավալին այն է երբ որ մենք այս տեսակ խնդիրներին նայում ենք կամ վրթովում ենք մենակ այն ժամանակ երբ որ ինչ որ մի հերթական ադրբեջանցի գիտնական ինչ որ մի ցնդաբանական հոդված կարող է գրել հայերի ծագման եւ այլնի մասին կամ էլ թե չէ Խաչքարը դա ադրբեջանական մշակույթ է առանց հասկանալ որ այդ Խաչքարը ախր քրիստոնեական խորհրդանիշ է, էլի ոնց կարծեն խաչն է, էլի, այսինքն խաչը իդեալից դեռ մահմեդական մշակույթի տար եւ այլն, բայց ամենացավալին է որ մենք վրթովմունք կոնսոլիդացիա ներքին ունենում ենք, երբ որ օտարն է մեր պատմության մշակույթի ոնց որ մի քիչ առաջ մենք բարձեցինք մեր ինքնության հիմքերին դիպչում երբեմն մենք նմանատիպ նախանձախնդրությամբ չենք վերաբերում երբ որ մեր իսկ միջավայրում քաղաքական մրցակցության այդ ձեր հոդվածի մեջ որ կա քաղաքական դիսկուրս ու խորհրդանիշներ այդ դիսկուրսներ թեմաներ են ներմուծվում խորհրդանիշների հետ կապված նոր խորհրդանիշների առաջացման դիսկուրսներ են մտցնում որոնք որ խորքի մեջ նույնքան վտանգավոր են պատմության խեղաթյուրման, պատմության քանդման, որովհետև ի վերջո, եթե դու պատմական հիշողություն չունես եւ մշակութային հիշողություն չունես, մնում է տակը կենսաբանական հիշողությունը։ Կենսաբանական հիշողությունն էլ ընդհանրապես կարող է վերաբերվի 2 օր առաջ ինչ կերար, 2 օր հետո ինչ ես ուտելու հարցին, որովհետև կենսաբանական հիշողության այլ տարրեր ուտելուց ու բազմանալուց բացի չկա։ Դե կարող եմ համաձայնվեմ ու մի քիչ չհամաձայնվեմ, ասեմ ինչու։
Որովհետև հայ իհարկե փորձա ազգային կոդերը, ինքնության կոդերը փոփոխել, կոտրել, ջարդել, շուռ տալ, իհարկե, եւ ազգը դիմադրում է, որպես կանոն դիմադրում է, գուցե այդքան բարձ չի երևում, բայց այդ դիմադրությունն էլ կա։ Իսկ այն որ ինչի մասին մենք խոսում ենք, որ ասենք հայերեն ես գրում դրա համար քեզ շատերը չեն կարդում, պետք է թարգմանեն, որ կարդան, սա միգուցե եւ եկել է նրանից, որ ազգապահպան ինչ-որ ֆունկցիա է կատարել, որ չձուլվենք, չենք ունեցել պետություն, չտարալուծենք, չտարաձուլվենք, օտարանանք, խոսենք իտալերեն, որ մեզ հասկանան, ասենք աշխատել են պահպանել էլի, նաև դրանից է գալիս, այդ հոգեբանական ինքնապահպանական ինչ որ գործառույթ է ունեցել էլի։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ հիմա ասենք պատմական Հայաստան չկա, մենակ իրական Հայաստանն է, զինանշանը փոխենք, կոդերը ջարդենք, մեր հայությունը այլ կերպ նայենք։ Գիտեք ինչ կա, սա եկեք մի հատ հիշենք սովետական միության 70 տարիները։ Նույն բաններ կատարվում համարյա, որ դե հայերենը որ ռուսերեն խոսեք, դպրոցները ռուսական։ Հիշում ենք 77-ի սահմանադրության մեջ, չէ՞, փոփոխությունը, այո։ Պատմությունը դե սովետական պատմություն, հա, հետո եկեղեցիներ, անել հայ առաքելական հասկանալիք, հա։ Բայց նայեք, ինչ արագությամբ, երբ որ սովետական միությունը փլուզվեց, 70 տարի շատ արագ, չնայած 70 տարի աշխատում էին այդ սովետական մարդ ստեղծելու ֆաբրիկաներ աշխատում, ինքնությունը փոխում էին բոլորը, այդ թվում հայերի, չէ։ Մի քանի տարում հետ եկավ, վերական, գիտեք, համաշխարհային օվկիանոսը ինքնամաքրման այդ միջոցները ունի, ինքը միշտ իրան վերականգնում է։ Հիմա ազգնել դրան այդպիսի մի օվկիանոս է, մի այդպիսի տիեզերք է, որ ինքը իրան միշտ էլ հետո վերականգնում է, որ իհարկե այդ հնարավորությունը ստեղծվում է կամ տալիս է։ Հիմա այդ ներքին մեխանիզմներն է կան։ Հիմա մենք դժվար իրավիճակում ենք գտնվում, դրա համար ավելի շատ sense նեգատիվ հորատեսական բաներն ենք նկատում, այդ այն միտումները, որ մեր դուր չեն գալի, որ երիտասարդները, ասենք, այն արժեքները, որ ծնողներ ունեին, չեն հետևում եւ այլն։ Բայց դա էլ է ժամանակավոր։ Իրենց ծնողները էլ իրենց ժամանակ չեն հետևել, իրենց արդեն ծնողների շատ ու շատ։ Իհարկե, այսքան մեծ տարբերություններ չեն եղել, բայց բոլոր դեպքերում այդ տրենդը կա, դա համաշխարհային տրենդ է։ Բայց նորից ուզում եմ կրկնեմ, շեշտեմ, որ դա այն մեխանիզմներից է շատ խորը ազգային մեխանիզմներից է, որ միշտ վերարտադրում է իրեն, վերականգնում է այն իր սեփական իր ինքնությունը հետ է բերում, եթե նույնիսկ փորձում են շեղել, էլի։ Գենետիկ հիշողության կոդն է աշխատում։ Միջալուց հիմա DNT-ների շատ լուրջ հետազոտություններ են արվում համաշխարհային մակարդակով, մեր հետազոտության ես համեմատեցի տվյալները, այդ վերջին DNT, հայերի DNT-ն ուսումնասիրել են։ Այստեղ մենք հարցնում ենք մեզ մոտիկ ազգերը որոնք են, նշում էին դե վրացիները, պարսիկները, հրեաները, իտալացիները, հույները, ռուսները, հետո ես համեմատեցի միջազգային տենց կենտրոն կա, որը շատ խորը DNT ուսումնասիրություն է անցկացնում եւ պարզվեց, որ հայերը իրենց DNT-ով այնտեղ ասենք այսքան տոկոս վրացիներին, այսքան տոկոս լեզգին, հենց այդ ազգերին էլ մոտ են DNT-ով։ Սա զարմանալի բան էր, էլի, որ ինքնաանկալումը ազգի բնակչության փաստորեն համընկնում այն DNT ուսումնասիրությունների հետ, որ արվում է, ասենք, բիոլոգների, գիտնականների խորը ուսումնասիրությունների արդյունքում։ Ես ճիշտ ասած մի փոքր այլ կանցիկ եմ, որտեղ մի 15 տարի առաջ էստոնացի մի մասնագետ, որը հենց այդ հարցերը նույն այդ հարցերը բացել, որտեղ այդ լեզվական հետ կապված լեզուների ճիշտ է, իրենք գնացին լեզվային տանիքների, որտեղ ասեցին քաղաքական պետություններով չի ստացվում, բայց լեզուներով ավելի ճշգրիտ պատկեր է ստացվում նայելով։ Ինքը ինձ ասեց, հետո որ խոսում էինք, ասում է դուք ամենամոտը ասորին եք եւ ամենամոտը դրուզներին։ Այսինքն եթե վերցնենք այդ դրուզների համայնքը լեզվական առումով, չէ, գենետիկ, այսինքն գենետիկ ուսումնասիրություն ուրիշ է, լեզվական ուրիշ է։ Չէ, լեզվականի խմբերի վրա, ինքը ոչ թե լեզվական ոչ թե պետությունների ընդհանրեն անգլիացի եւ այլն։ Հայախոս, այսինքն բանով հայերը, ասորիները եւ դրուզները, ասում դուք մի խումբ եք։ Իսկ տվյալ դեպքում գիտեք են DNT-ն առանձնապես հասկանալի է, որ ցույց է տալիս ինչու եմ ասում, այդ նույն Արիստոտելին հիշենք այդ բանը, որ մարդը ունի 3 հոգի, մեկը բույսի, երկրորդը կենդանու, երրորդը Աստծո։
եւ ոչ բոլորը որ հաստում են դրան։ Այս առումով իհարկե մենք միգուցե բույսի մակարդակի են վերջեվերջո այդ գենոմը 90%-ով բոլորի նույնն է, բոլոր մարդկանց եւ ոչ ոք բույսի չէ, բայց կենսաբանական ցույց է տալիս երկի։ Հիմա իհարկե մենք պետք է մտածենք, այսինքն ինչ ունենք, բայց պետք է նաեւ հիշենք, որ հրաբուխի վրա ենք ապրում։ Որտեղ 5 տարի առաջ Արցախում մարդիկ նախագահական ընտրություններին էին պատրաստում եւ 40 մոտ տեխնացու մտածում եք թե ինչ ապագա է խոստանում Արցախին։ Ընդամենը 5 տարի առաջ հրաբուխում ենք ապրում, այս հրաբուխի վրա ենք ապրում, եւ այդքան ես ուրախ կլինի այդքան լավատես լինել որ ասել որ ազգը ինքնից ինքան կմաքրվի, բայց մենք ունենք եւ հարևաններ եւ ապրում ենք հենց այդ վտանգավոր է։ Այո, Պողոսյանը ասեց իհարկե եթե այդ բնական է պիտի հասկանանք, որ մենք կան ճգնաժամային իրավիճակներ, կան հանգիստ ապրելու իրավիճակներ, եւ կա ճգնաժամային, որ արդեն կանցես թե ասում են պետք է մոբիլիզացվել, որովհետեւ շատ լավ տեսնում ենք եւ բայց մենք չենք ուզում հասկանալ շատերի հետ, կանցես թե կարող են շատ նորմալ ձևով անգամ տեսություններ առաջ քաշել, բայց այն ինչ որ աչքի առաջ է եւ նույն այսօրվա այդ դատավարությունը որ Բաքվում ստեղծվել է փորձում ենք դա չնկատել այն դա նաեւ մեխանիզմ է չնկատելու մոռացության մեխանիզմ մոռացության եւ այս տեսնելու եւ պիտի հասկանանք ում հետ գործ ունենք եւ ինչ հնարավորություններ օրինակ հիմա կարող ենք թե մենք մեկ պատկերացումներ ունենք հայ քանի հայ կա բայց իրականում ունենք ամենաշատը 2.5 միլիոն Հայաստանում եւ 10.5 միլիոն Ադրբեջան տնտեսական հատկանիշները որ ասենք ենթադրենք 12 միլիարդ պարտք ունի Հայաստանը Ադրբեջանը 80 միլիարդ չգիտեմ պաշարներ ոսկու եւ արժույթի եւ այլ դա ցույց է տալիս որ եթե մենք նոր մոտեցումներ չսովորենք հատկապես կան եւ պատմության մեջ եթե պատմությունից գնանք պահեք երբ հայերը կարողացել են դիմադրել մեն այն դեպքում երբ բոլորը միասնական են եղել այդ պահերին եւ հակառակը այլապես շարունակվելու է եթե պիտի հիշենք նաև ինչ է տեղի ունեցել 15 թվականին, որ չկարողացան միավորվել գոնե բնական այդքան զոհեր չէին լինի, եթե ավելի ինչ-որ ձևով կազմակերպված լիներ հայությունը 18 եւ 20 թվականի հանրապետությունը եւ նրա դաժան դասերը եւ անգամ մեր հեքիաթների եւ Թումանյանի հեքիաթները կարդացեք Կուկուի մասին, Ձախորդ Փանոսի մասին եւ այլն։ Ախելք մարդու մասին։ Այո, այդ բոլոր գոնե Չարի վերջի մասին։ Այսինքն այն չի որ մենք չունենք այդ դաստավորներ, սեկտոր չկա։ Հա։ Հիմա տեսեք, պարոն Պողոսյան, դուք կհիշեք մի անգամ զրույցի մեջ դուք մի շատ լավ մեջբերում արեցիք Օգոստինոս Երանելիից Ավրիլի Ավգուստինի 4 տարի քրիստոնեական մտածողության թե աստվածաբանության սոփայության ամենաերևելի դեմքերից մեկը մի հետաքրքիր ձևակերպում ունի ներկայի անցյալու ապագայի մասին ասում է չկա ներկա, չկա անցյալ, չկա ապագա կա ներկայի ներկան, ներկայի անցյալը եւ ներկայի ապագան։ Հիմա բանաձև է դա։ Բանաձև է եւ ոչ թե ուղղակի գեղեցիկ, ուրեմն շատ լավ ձևավորված, այլ խորքում մի շատ կարեւոր բան ունի, որ ինձ թվում է այդտեղ նաեւ կա Թերևս մեր այսօրվա քննարկման իհարկե մեզնից ոչ մեկը չի հավակնում, որ մենք հիմա կարողանանք ինչ-որ մի հաղորդման ընթացքում ինչ-որ ռեցեպտներ առաջարկել, բայց այս լաբորատորիայի նպատակներից մեկն էլ նաև գույքագրել հիմնախնդիրներ, մատնանշել թե ինչ ուղղությամբ պետք է աշխատել։ Հիմա եթե փորձեմ ձևակերպել միտքս հետևյալ կերպ, մեր ներկան շատ դեպքերում այո կանխորոշել է նաև մեր անցյալի նկատմամբ մեր վերաբերմունքը եւ ներկանը
այն տրամպլինը, որի վրա պիտի կառուցես ապագայի հետ կապված հիմնախնդիրներ եւ այլն։ Հիմա եթե այդ ներկայի մեջ պատմական հիշողությունը, մշակութային կոդը, ինքնության ընկալման աստիճանը շատ ցածր լինի կամ նույնիսկ վտանգված լինի, փոփոխվում է իհարկե։ Փոփոխվում է, հասկանալով այդ ամեն ինչը հանդերձ, շատ ուրեմն դժվար է պատկերացնել, թե մենք դեպի ապագայի այն տեսլականը, որ պիտի ունենանք, այդ տեսլականը ինչի վրա պետք է հենվի։ Այսինքն այդ ապագայի մասին այդ լոզունգը չի, որ ապագա կա, միշտ է կա ապագա, խնդիրները թե ինչպիսի ապագա կա։ Իսկ դու կաս այս ապագայում, թե Այո, կլինես թե չես լինի։ Կլինես թե չես լինի, դե չէ ապագա ժամանակը երեք էր, այսօրը վաղն է լինելու, վաղը միշտ գալու է, բայց այդ վաղը ինչպիսին է լինելու քո համար եւ որ ամենակարևորն է դու որպես ազգ պետություն, որպես ինքնություն, որպես ոչ թե ուղղակի կենսաբանական էակների ֆիզիկական գումար, ինչ որ մի հատ հավաքածու, որոնք որ ինչ որ անձնագրում ինչ որ բաներ են գրած, ազգանները յանով ավերջանում, իրենք իրենց հայ են գրում ազգանվան տեղը եւ այլը, Հայաստանի Հանրապետության վերևն է վերնագիրը գրած է Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն քո ինքնությունը, տեսակը, ինչպիսի լա լինելու կախված է նրանից, թե այսօր դու այդ խնդրին ինչպես ես վերաբերվում։ Հիմա, այսինքն եթե այդ տեսակետից ես կխնդրեի մի քիչ անդրադառնայինք այսպես ասած ներկային եւ ներկայի ապագային այս տեսակետից եւ պետության ու այդ բառը չեմ սիրում, բայց ուրիշ բառ չեն հորինել գոնե միմյանց հասկանալու հաղորդակցվելու եւ հեռուստադիտողներին է հասկանալի լինելու համար մտավոր, քաղաքական, մշակութային էլիտաների դերակատարությունը տնտեսական նաև այո, որովհետև եթե դու այդ ապագայի գեղեցիկ ծրագիրը կառուցես, եթե դա տնտեսական հիմքը չկա, այդ ինչի հաշվին ես այդ գեղեցիկ ծրագիրը ստեղծելու այդ պետությունն է ունենալու անվտանգային եւ այլն այդ հիմնախնդիրներով այդ ներկայից մեկնելով մենք ներկայի ինչ ապագա կերտելու մոդելներ պիտի առաջ քաշենք ինչ տեսլականներ պիտի ունենանք, որովհետև այո, ձեր հետ համաձայն եմ, այսպիսի պատմական ճակատագրական իրավիճակներում ժողովրդի պետությունը հայտնվում է։ Հիմա խնդիրը այն չի, դու հայտնվել ես այդ վատ վիճակի մեջ թե չէ, դա դեռ թողում եմ մի կողմ։ Անկախ նրանից դու ուզել ես թե չես ուզել, քեզ բերել են թե պարզապես դու ես եկել։ Քո ապաշնորությունն ա եղել, թե քո թուլությունն ա եղել։ Ազգերին ու հավաքականություններին, պետություններին բնութագրում է, թե նման իրավիճակներից իրենք դուրս գալու ինչ մեթոդ են գտնում, ինչ ճանապարհ են գտնում, ինչպես են փորձում դուրս գալ, անիծում ես հայի բախտը, ասում ես աշխարհը արդար չէր, դե հայի բախտը, թուրքը մնում է թուրք եւ այլն նմանատիպ արտահայտություններ, բայց արի ու տես, որ ցավոք սրտի թուրքը որ թուրքամանում այդ հասկացանք, հայը միշտ չի որ հայ է մնում, այս է խնդրը։ Դե ներկայի ապագան ամենաբարդ հարցն է իհարկե։ Դե Չնայած ես նոր խոսում եմ մասին, որ ներկայի անցյալն էլ է փոփոխական։ Այո, երբեք չգիտես վաղը թե քո երեկվա պատմությունը ինչպիսին կլինի։ Բայց ամենաբարդ, ամենակարևորը, ամենալուրջը իհարկե այդ ներկայի ապագան է։ Հիմա եթե մենք դրան անդրադառնանք, բնական է մենք պետք է նայենք, ասենք այն սերնդափոխությանը, որ տեղի ունեն, որտեղ ապագան երիտասարդներինն է։ Այո։ Ապագան այն սերնդներինն է, որը հիմա երիտասարդ են, արդեն գալիս են, հետո էլ գալու են։ Հիմա նայեք, նախկինում այդ սերնդափոխությունը եւ փիլիսոփաները, սոցիոլոգները, հասարակագետները նայում էին հայր, որդի, թոռ։ Երասերունդ էին դիտարկում։ Գուցե 40 սերունդ էլ լիներ, բայց կարևոր որ սերնդների մեջ է գնում էլի, ասենք պապերը, ծնողները, երեխաները, թոռները, ծոռները, չէ՞, ու այդ տարածությունը մոտավորապես ժամանակային առումով եթե վերցնենք, դա մոտ 23-25 տարի էր տևում։ Հիմա ամեն ինչ փոխվել է։ Որովհետև ժամանակը արագանում է, սա էլ է փոխվել։ Հիմա տեսեք, արդեն միլենիալների մասին են սոցիոլոգները գրում, X երիտասարդության մասին Y, X, հիմա արդեն ասում են ալֆա, բետան է գալիս սերունդը։
եւ դրանց մեջ տարբերությունը շատ քիչ է տարիքային առումով, ժամանակի առումով քիչ է։ Համեմատության համար ասեմ, էլի, ասենք եթե նախկինում հիշում եք կար, ասենք Mercedes, հետո մի 10 տարի հետո Mercedes-ի նոր մոդել էր լինում, կամ 15 տարի հետո BMW-ի նոր, հիմա iPhone-ը ամեն տարի է փոխվում։ Եվ այդ նույն արագությամբ փոխվում է նաև սերունդը։ Արդեն 23-25 տարով չեն հաշվում։ Այլ համարը թե 10 տարվա փոփոխությունները շատ արագ են գնում։ Մեր ապագան շատ արագ է գալիս, էլի։ Այդ ներկայի ապագան այնքան արագ է գալիս, որ չեն հասցնում ընկալել, թե հիմա ինչ պետք է։ Հիմա եթե խոսենք այդ Y, նույնիսկ Y-ել չէ, X կամ արդեն ալֆա սերունդի տեսակետից, ապա այստեղ այնց մեծ ռիսկեր կան մեր համար։ Եվ հայության համար, եւ մեր ինքնության համար, որ դա չընկալել, չգնահատել, չհասկանալը շատ վտանգավոր է։ Ռիսկերից ամենակարևորները հիմա, ասենք, մոտավորապես sense նկարագրեմ, էլի։ Դուք հիշում եք նախկինում համակարգիչները մեծ sense սեղանին դրած բաներով, միացման լարերով, բաներով էկրանը, հետո եկան նոթբուքերը փոքր ավելի, հետո պլանշետները, հա, հիմա արդեն պլանշետներով էլ թորներս պլանշետներով էլ չեն ասում։ Ամբողջը այստեղ է։ Այս iPhone-ի մեջ իրենց ամբողջն է։ Տեսեք, հիմա իրենք դա արդեն նոր երևույթ է եւ սոցիոլոգները դրա անուններ են տալիս։ Դա արդեն անվանում են մետասոցիում։ Ինչու՞։ Որովհետև սրանից մի 10 տարի առաջ սոցիոլոգները գրում են, որ շուտով մի 10 տարի հետո երիտասարդները 4 ժամ իրենց կյանքի 4 ժամը կանցկացնեն ինտերնետում։ Այդ վիրտուալ տարածքում, որը մետասոցիում է։ Ոնց որ դե հակառակն է, 4 ժամ չեն անցկացնում։ Հիմա 10-12 ժամ են անցկացնում մետասոցիումում, կամ այն որ Ցուկերբերգերը անվանում է Meta Universe, մետատիեզերք։ Եվ այդպիսի մետասոցիումներ, մետատիեզերքներ արհեստական բանականությունը արդեն 10,000-ից ավել ստեղծել է աշխարհում, եւ դուք կարող եք տարբեր այդ մետա յունիվերսներում կարող եք մասնակցել։ Հիմա տեսեք, իրենք ոչ միայն շփվում են, խոսում են, սովորում են, աշխատում են ինտերնետում, մետասոցիումում, ծանոթանում են, ամուսնանում են, հիմա սկսել են գնումներ անել։ Ընդ որում, եթե սկզբում միայն ասենք ուտելիք էին գնում, հիմա գնում են ամեն ինչ։ Տարածք նույնիսկ։ Հագուստ, հա, չգիտեմ, կահույք, կոշիկ, ամեն ինչ են գնում։ Հասելա նրան, որ արևմուտքում շատ մեծ խանութներ, մեգա խանութները, մոլերը սկսել են փակվել, որտեղ մարդիկ էլ այնտեղ չեն գնում։ Ինտերնետով գնում անում են, պատվիրում են ու իրենց բերում հասցնում են։ Մի անգամից չէ, այդ բանն էլ կա մեխանիզմ, որ բերում են դռանը մոտ են հասցնում, պետք չի գնալ։ Այդ տուժում են այդ մեծ խանութները, էլի։ Հիմա տուժում են նաև որոշ համալսարաններ, որտեղ շատերը գերադասում են սովորել հեռավար ձևով, ինտերնետի օգնությամբ։ Տուժում են նաև որոշ մեծ, ասենք, ֆիրմաներ, որովհետև շատ մարդիկ երիտասարդներ, դրանց ասում են թվային ճամփորդներ, digital nomad-ներ, որոնք չեն սիրում մի տեղ նստեն, մի քաղաքում ամեն օր ժամը 9-ին գնան, մինչև 5-ը աշխատեն, իրենք աշխարհով մեկ պտտվում են, ճամփորդում են, Բալի են գնում, չգիտեմ, ուրիշ կղզիներ, որտեղ էժանա, տաքածմեր չի լինում, այնտեղից ինտերնետով աշխատում են եւ իրենց գումարները ստանում։ Սա բոլորովին նոր իրականություն է։ Հասկանանք, սա այն նոր իրականությունն է, որ ներկա իրականության հետ սկսել է քիչ շփվել նույնիսկ։ Ժան Բոդրիարը գրում էր, որ դա սիմուլյակր է, դրանք երբեմն ոչ իրական, էլի, սիմուլյակրեր անվանում են, սիմուլյար այնքան են ասման նմանվում, որ արդեն հասարակ մարդը չէ կարող տարբերի, էլի, թե իրական կյանքը որներ է, վիրտուալ կյանքը որներ կամ սա ինչով է տարբերվում։ Ավելին ասեմ, հիմա ամեն տարի նոր երևույթներ է բերում։ Հիմա այդ արհեստական բանականությունը քեզ հնարավորություն է տալիս, որ դու քո երկօրյակին ստեղծես, քո ավատարին ստեղծես եւ կարող ես նա քո դեմքով, քո ձայնով, քո առոգանությամբ, ընդհանրապես կարող է խոսալ տարբեր լեզուներով։ Եթե դու մենակ հայերեն ես խոսում, ինքը 20-30 լեզվով կարող է խոսալ։ Եթե դու տանը նստած ես, ինքը կարող է միաժամանակ 2-3 տեղ մասնակցել հանդիպման,
չգիտեմ, քննարկման, հա, այսպիսի զրույցի կարող է հանգիստ։ Ընդ որում դու կարող ես ոչ թե մի հատ տենց ավատար ունենալ, թվային ավատար, այլ մի քանի հատ, կամ մի քանի տասնյակ, կապված է նրանից, թե ինչքան այդ քո ավատարները կարող են լինեն տարբեր տարիքի, տարբեր ռասայի, տարբեր գույնի, տարբեր սեռի նույնիսկ։ Սա այնքան է հարաբերականացնում կյանքը այդ մետասոցիումում, որ մարդիկ այնքան են տարվում, չեն ուզում հետ գան, դուրս գան այդտեղից։ Ու հիմա նկատել են, որ վերջի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ այս iPhone-ից մեջը մտնելու դուրս չգալը ժամերով վերում է նրան, որ մարդիկ գրեիք ասած բթանում են։ Այսինքն եթե պետք է բազմապատկել 6 անգամ 7, ինքը վերցնում է հեռախոսը, բացում է կալկուլյատորը, որ արդեն չի կարող հիշի կամ բազմապատկումը մտովի չի կարող անել։ Հիմա նայեք, կա միջազգային մի մեծ կազմակերպություն, որը IQ-ն գիտեք, չէ՞ ինչա, ինտելեկտի ցուցանիշն է։ 1912 թվականից դա գոյություն ունի։ Էյնշտեյնի IQ-ն էլ են հաշվել ժամանակին 160-ի մոտ էր իհարկե։ Այդ IQ-ի հաշվարկները անում են տարբեր երկրներում, տարբեր ազգերի համար հազարներով, 100,000-ներով։ Գնալով իշնում է, գիտեմ։ Հա, դա կոչվում է Ֆլինի էֆեկտը։ Հիմա բացատրեմ ինչու։ Նա դիտարկում էր Ֆլինը, նորվեգացի ուսումնասիրող էր IQ-ի, նա տեսնում էր, հաշվարկել էր, որ ասենք 30-ական, 20-ական, 30-ական թվականներից մինչև 50-ական թվականները IQ-ն միշտ աճել է։ Ընդհանրապես ամբողջ աշխարհում բոլոր երկրներում, այսինքն պոզիտիվ զարգացում էր գնում, մարդիկ ավելի գրագետ էին դառնում, ավելի հմուտ էին։ Բայց հետո Իրանից հետո ինքը արդեն չկար, էլի մահացել էր, բայց խումբը աշխատում էր, հետո գտան, որ Ֆլինի հակառակ էֆեկտը գոյություն ունի, որ արդեն 80-ական թվականներից մինչև մեր օրերը IQ-ն սկսել է իջնել։ Սկզբում աճում էր, մինչև 100, 120, 100, հիմա սկսել է իջնել։ Եվ դա նոր սերնդների այդ iPhone-ի հետ կապված բանից է, պարագայից է գալիս։ Հիմա տարբեր երկրներում չափումներ անում են, 127 երկրում են իրենք ամեն տարի չափում են անում, ես նայեցի վերջի տվյալները 24 թվականի դեկտեմբերին։ Ասեմ, որ Հայաստանը տասնյակի մեջ է։ Միջինացնում են երկրի համար 1,400,000 հարցումներ են անում, առելի թիվ է, էլի, մոտավորապես եթե 127 երկրի վրա բաժանենք, 10,000-ի չափ է գալի ամեն երկրում։ Հայաստանում իհարկե 10,000 չեն անում, ասենք 1,000 են անում, բայց Չինաստանում կարող է 100,000 են անում։ Հիմա մենք տասնյակի մեջ ենք մեր միջին IQ-ով, 102 եւ 4 է։ Առաջի տեղում Չինաստանն է, հետո Իրանն է, հետո Հարավ Կորեան է, այնտեղ Ռուսաստանն էլ կա 6-րդ, մենք 9-րդում ենք, էլի։ Բայց տասնյակում ենք եւ նախկինում էլ ենք եղել տասնյակում կամ շատ մոտ։ IQ-ի միջին մակարդակը համարվում է 100 ցուցանիշը։ 100-ից բարձրը մինչև 130։ Դա համարվում է, որ բարձր ինտելեկտ ունեցողներն են։ 100-ից ցածրը մինչև 70-ը, արդեն միջին ցածր եւ ավելի վատ։ Իսկ 70-ից ցածը դա արդեն կներեք դեբիլության էլի աստիճանն է։ 130-ից բարձրը, ասենք 180-ը, դա հանճարների մակարդակն է։ Ես կրկնեմ, որ Էյնշտեյնի մոտ 160 էր ցուցանիշը, անել անժամանակ այն 35-6 թվականներին։ Հիմա Հայաստանի միջինը 102 է, 102 եւ 4։ Եթե դա հսկայական բազա է, որպեսզի դու կարողանաս այդ ներկայի ապագան գտնես։ Դու մոտենում եմ դրան։ Հերվից մի քիչ հերվից։ Հիմա եթե մեր հարևան երկրներին նայենք, Իրանը մեզանից առաջ է նույնիսկ այնտեղ մոտ 104-ը, Չինաստանը 107-ը։ Բայց ասենք Վրաստանը 16-րդ տեղում է մոտավորապես 95 թե 6-ով։ Բայց ասենք Ադրբեջանը, Թուրքիան մեր այլ հարևանները, նրանք 41-56 տեղերում են, այսինքն շատ ցածր է իրենց միջին IQ-ն։ Հիմա դու որ քո ներկայի ապագան ուզում ես պատկերացնես, կառուցես
Եվ հետո մտածես թե ինչ ռիսկեր կա, ոնց դա պետք է հա։ Նաև պետք է նայես թե որտեղ ես բնակվում, էլի, որտեղ աշխարհագրությունը փոխել դժվար է, էլի։ Ասենք մենք չենք կարող երկիրը վերցնենք, տանենք Եվրոպա կամ Միացյալ Նահանգներ, դու պետք է աշխատես այն տարածքում, որում քո բնաշխարհն է։ Եվ հետո սա մեր հարազատ աշխարհն է, եթե փոխում ես տեղը, դու էլ ես փոխվել։ Հարևանների առումով, եթե հյուսիսն ու հարավը լավ հարևանություն է նաև IQ-ի առումով, բայց ասենք արևմուտքն ու արևելքը շատ ավելի վտանգավոր են եւ շատ ավելի ագրեսիվ են մեր նկատմամբ։ Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ միգրացիան դեպի մետա սոցիում, դեպի մետա յունիվերս, դա համընդհանուր բնույթ է նշում, կրում։ Հետևաբար սոցիոլոգները արդեն պետք է ոչ թե միայն ռեալ կյանքում ուսումնասիրեն, թե ինչ է կատարում, այլ պետք է հացիծաղում եք, բայց դա այդպես է։ Պետք է թվային սոցիոլոգիայի մեթոդներ պետք է մշակենք, որովհետև մենք պետք է կարողանանք մեր երիտասարդներին, որոնք այնտեղ են գտնվում 10-12 ժամ, մենք պետք է կարողանանք հասկանանք, թե նրանք ինչ են ուզում, նրանք իրենց ինչ են զգում, ով են զգում, ուր են գնում, իրենց համար միևնույն է, արժեքները որոնք են, իրենց համար միևնույն է, այնտեղ բնականա հայերեն չեն խոսում, էլի, այստեղ արդեն այդ լեզվի առումով դա դուրս է գալի, հավատքի առումով նույնպես ջնջվում ու չի ջնջվում, բայց նվազում է, հասկանում եք, նվազում է այն, որ դու ծնվել ես Հայաստանում կամ ապրում ես Հայաստանում, դու մետա յունիվերսում ես, այնտեղ չկա աշխարհագրական կետ։ Դեռ նույնիսկ չգիտեն էլ թե դու որտեղից ես, ինչ ազգի ես, ինչ դեմք ունես, կաշվիտ գույնը ինչ է։ Եվ իրենց համար խորքի մեջ որևէ նշանակություն էլ դա չունի։ Բոլորովին։ Հատկապես որ դու ում հետ որ դու զրուցում ես, դու նրա մասին էլ պատկերացում չունես, թե նա ինչ դեմքով է այսօր քո հետ խոսում։ Այսա շատ մեծ ռիսկ է։ Ազգային ինքնության պահպանման զարգացման առումով չափազանց մեծ ռիսկ է, մի քիչ հեռավոր ռիսկ է իհարկե, ես չեմ ասում որ այսօր մենք այդ վիճակում ենք, բայց քանի որ ներկայի ապագայի մասին ենք խոսում, ուրեմն վաղը կհայտվենք ախուսափելիորեն։ Հա, գոնե պատրաստ լինենք։ Այո։ Երեք շատ բան ասեց Գևորգը եւ համաձայն եմ հիմնականում, բայց ուզում եմ մի փոքր փոխել։ Եվ արդեն մեկ այլ մեծագույն ֆիլոսոփա մեջ բերեմ Մարտին Հայդեգերի, որ ասել է, որ ժամանակը հոսում է ապագայից, ոչ թե անցյալից է գալիս դեպի ապագա, այլ հակառակը ապագայից է հոսում, եթե կանք, որովհետև ինչ-որ ձևով այդ ժամանակը հասել է մեզ։ Իսկ տվյալ դեպքում մենք փորձենք իսկապես, եթե այս տրամաբանությամբ շարժվենք, նախ եւ առաջ պիտի հասկանանք, այդ մենք եթե կանք, ուրեմն ինչ-որ ապագայից մեզ ազդակներ են հասել, որ մենք պիտի հասկանանք, բայց դա կարող է եւ խաբուսիկ լինել, որովհետեւ այդպես է, որ ապագա պատահական չէ, որ Հայդեգերը հենց կապում եք ժամանակը գոյության հետ։ Այսինքն եթե չկա ժամանակ, չկա եւ գոյություն եւ այլն։ Հիմա այս առումով ինչ վտանգների մասին եմ ես ուզում խոսել եւ բնական է բարձրաձայնել։ Այսինքն մենք ինչ ունենք, նախ եւ առաջ պիտի հասկանանք եւ պիտի մտածենք, այսինքն մենք IQ-ն օգտագործենք, որովհետեւ ես տեսնում եմ եւ պատահական չէ կոնկրետ օրինակ բերեմ։ Սոցհարցում չէ, ուղղակի հարաբերակի թերթում տեսա փողոցում մարդկանց հարցնում են Եվրամիության անդամակցելու համար։ Ու մարդիկ խոսում են, տրամաբանում են, ինչ փաստեր են բերում, որ ռուսները ծախեցին Ղարաբաղը, ով գնաց մեզանից Եվրոպա լավ է ապրում, Ռուսաստանում ոչ բոլորը։ Ինչ-որ ձևով ֆերգուցիա, մեկը ասեց, որ ես մոռացել եմ, որ Եվրամիությունը օգնում է Հունաստանը 10 տարի շատ վատ վիճակում է, Եվրամիությունը օգնեց, ես 2 տարի առաջ այնտեղի լավ է հիմա վիճակը, այդ մակարդակի։ Անկամ խոսում էին, խորանում էին Վրաստանի իրար, մեկը խոսեց Վրաստանի մեր, ասում եմ Վրաստանը հաշիվ չէ, այնտեղ ինչ-որ մի բիձինակար ինքը ամենշխարն Չացրեց։ Հա, այսինքն տվյալ դեպքում մարդիկ ինչ-որ ինֆորմացիա, բայց որ ասում ենք, իսկ ինչ անենք, եթե Ռուսաստանից կտրվենք, տնտեսական կապների ուժեղ են, արդեն ոնց որ թե անջատում են ուղեղը։ Արդեն դες գիտեք, այս ոչխարի հայացքով, ամեղ հայացքով, դե գիտեք, վերևները կան, մտածում են, ես քաղաքագետ չեմ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ինչև այդ քաղաքականությամբ լավ է զբաղվում ես, քաղաքագետ ես, տնտեսագետ ես, միջազգայնագետ ես։ Այո, ոնց որ թե այդ մարդկանց անջատում էի։ Ինձ համար հետաքրքիր, երկրորդ անգամ նայեցի։
այդ հետաքրքիր որ այնց ոգևորված մեկը պատմում ա որ Հունաստանում լավ է, վատ է, հիմա լավ է, բալեն դեմքը փոխվում է։ Պատասխան չկա, դեմքը եւ հաշվար չկա եւ մտածելու ցանկություն էլ չկա։ Այսինքն նախ եւ առաջ այդ ցանկությունը պիտի լինի։ Այսինքն դու ապագայում կաս թե ոչ։ Ապագայի մասին մի հատ քայլ արա, մտածի, քայլ արա ոչ թե փողոցով անալ, այլ դեպի ժամանակով ու նոր վերադարձի եւ դրանով քո անելիքները չափի, որտեվ այն շուտ մենք բնական է դու կարող ես ինտերնետում հիանալի ծանոթություն ունենալ, այնտեղ ապրել եւ այլն, բայց վերջը մի զինվոր առանց ինտերնետի ինչպես որ քո ինտերնետը կանջատի։ Կանջատի ինտերնետը քեզ էլ հետը։ Այսինքն այդ մտածելու ունակությունը եւ այս առումով IQ-ն իհարկե լավ բան է, բայց նաեւ կան թվեր։ 20-րդ դարի, եթե թվերը վերցնենք, ամենազարգացած ազգը գրագիտության մակա, ոչ թե բուհակ։ Հայերն էինք 25%։ Վրացիք մոտապես 20, ադրբեջանցիք 2%։ Պատկերացրեք, այսինքն եւ դա նաեւ տվեց իր արդյունքները։ Հիմա վերջի տվյալները, արդեն բուհական համակարգը, ոչ թե IQ-ը, Հայաստանը վերջին տեղում է։ Արդեն մենք հետ ենք ընկել ոչ միայն Վրաստանից, այլ նաև Ադրբեջանից։ Բուհերով, այո, բուհական համակարգի տվյալներն եմ ասում։ Եթե դու չունես բարձրագույն կրթություն, դու չես ունենա այդ ապագան։ 1000 ու մի բան կարելի է մտածել, այս պետք է անել եւ այլն։ Նախ եւ առաջ դու պետք է ունենաս մարդիկ, որոնք ունակ են կազմակերպել, որովհետեւ կորուստը գալու է, եթե դու չունես այս համապատասխան մեխանիզմները, այլապես պիտի կառավարիչներ բերես, այդ կառավարիչները կասեն, իսկ դու ինչ գործ ունես այդտեղ։ Վերջը դու գնա մենք կառավարենք, դու միայն մեզ խանգարում ես, հենա հնդիկներին բերեն կամ հենա ադրբեջանցիք ուզում են գան են արավ միգուցե ձեզանից լավ կաշխատեն աշխատասեր ժողովուրդը այսինքն դու այստեղ տեղ չես ունենա եւ այս ասել հազվադ 70% ապրում է քաղաքներում Հայաստանի բնակչության, բայց ոչ քաղաքացի 67 քաղաքացի չի դարձել, բայց արդեն եւ գյուղացի չի։ Այդ անորոշ վիճակում դա բերելու է եւս մի վտանգ կա։ Մենք դա քաղաքագիտության մեջ ակնհայտ բան է, նոր բան չեմ ասում։ Անորակ ընտրազանգվածը բերում է անորակ իշխանությանը։ Տվյալներ կան, այսինքն ուսումնասիրել, երբ որ բարձրանում է շեմը մասնակցության, եւ ավելի շատ մարդ է մասնակցում, ոչ թե ավելի ճիշտ ընտրություն է կատարվում, այլ հակառակը։ Ավելի այդպես ասած անկազմակերպ կառավարություն է ստանում, որը բերում է նաեւ եւս մեկ ճգնաժամի։ Մեզանում մենք տեսնում ենք ինչպես է զանգնում այդ մակարդակը, ասելով այդ հիշում եւ ընտրություններից սпасել, որ ընտրություններով մենք ձևավորենք նորմալ իշխանություն, դա նույնպես իմ չափազանցված լավատեսություն է մեր մասից։ Դա կոչվում է բացասական էվոլյուցիա։ Այո։ Որ ավելի վատին ընտրում ես, հետո ավելի վատն է բերում, այսինքն ես միգուցե շատ հորետեսական եք եւ դա մեր աշխատանքին դեպ չի բայց համենայն դեպս դա պետք է հաշվի առնել եւ տեսնել եւ կան եթե իհարկե ձևեր կան, բայց արդեն դա քաղաքական ծրագրային եւ շատ լուրջ ծրագրային է։ Դե ինչ պարոնայք, մենք սահուն մոտենում ենք մեր հաղորդման ավարտին, բնականաբար մի հաղորդման շրջանակում նմանատիպ բարդ թեմաներ, որոնք ինչպես մենք պարզեցինք, այնքան էլ, չգիտեմ, ավարերի ճակատամարտին չէին վերաբերվում, ոնց որ կարող է ինչ-որ մեկին առաջի այսքից թվար հաղորդման վերնագրից ուրեմն մեկնելով, այլավել ճակատամարտը այսօր է, պետք է դա գիտակցել։ Հենց դա էի ուզում ասել, որ ոնց որ ազգային ինքնությունը ամեն օրվա process-ը, այն որ ասեցիք ամենօրյա հանրակրվեյա ազգային ասել։ Այո, նույն տրամաբանության մեջ ինքնությունը պահպանելու գործընթացն է ամենօրյա գործընթաց։ Անշուշտ մենք չէինք հավակնում ոչ վերջնական ճշմարտություններ ասել, ոչ էլ հավակնում էինք այս հարցի իր բոլոր ծալքերով ու հնարավոր ուրեմն զարգացումներով քննարկել, բայց առավել քան համոզված եմ, որ նմանատիպ քննարկումները խիստ անհրաժեշտ են, թեկուզ եւ մեր հիմնախնդիրների, եթե կարելի է այսպես ասել, գույքագրման համար թե ինչ ուղղությամբ պետք է աշխատենք, եւ որ ամենակարևորն է փորձենք միմյանց լսելով, միմյանց օգնելով գտնել լուծումներ եւ անդրադառնալով IQ-ի խնդրին, նաև
մեր հարգաժան հյուրերը ապացուցեցին, որ այս դժվարին իրավիճակներից դուրս գալ հնարավոր չի ոչ դուխով, ոչ զորով, ոչ խորամանկությամբ, ոչ աշխարից ապագա մուրալով, ոչ ակնկալելով ինչ որ մեկը իր բանուգործը թողած գալու է հայության համար ապագա կերտի այստեղ եւ այլն։ Այս իրավիճակից հնարավոր է դուրս գալ միայն խելքով։ Հետևաբար այդ խելքի վրա այդ խելքը օգտագործելու համար էլ է խելք պետք, կներեք բառախաղի համար եւ եթե պարոնակ եզապակիչ այսպես ասած ռեպլիկներն անենք եւ այդ լավատեսական նոտայի վրա։ Ճիշտ է իներ, որ սա բավականին խոր բազմաշերտ խնդիր է, ոչ թե մի հաղորդումով, այլ նույնիսկ երկու մենագրությունով չես ամփոփի, այդպիսի խնդիր չենք դրել իհարկե, մեր խնդիրն է խոսել այն ամենի մասին, ինչ մենք տեսնում ենք, ինչ հետազոտում ենք, ուսումնասիրում ենք, եւ եթե հնարավորություն կա, ասենք ազգաբնակչությանը, մեր հայրենակիցներին զգուշացնել, որ այսպիսի ռիսկեր կան, այսպիսի լուծումներ կան, այսպիսի գործընթաց կա, եւ դա ես համոզված եմ, որ դա ազդում է։ Հա, անպայման ազդում է գիտակցաբար, անգիտակցաբար, ինչ որ երկրորդ պլանով, երբեմն հիշելով, բոլոր դեպքերում այն գիտելիքը գիտական, որ ունենք, անպայման պետք է վերադարձնել։ Սոցիոլոգիայի հիմունքներից մեկն է, որ դուք կարծիքը որ հավաքում ես, հետո պետք է հասարակությանը անպայման վերադարձնես, որ նա ինքը իրեն կարծես հայլի մեջ նայելով ինքը իրեն այդ ինքնանույնացման մեխանիզմը, հա, դու ամեն առավոտ քեզ նայում ես հայլու մեջ, տեսնում ես ինչա փոխվել, դու ես ինչպես ես բաներ, նույնն էլ ժողովուրդն է, նույնն էլ բնակչությունն է, ինքը իրան պետք է կարողանա տեսնի, իսկ դրա համար հենց գիտնականները կան, դրա համար գիտությունը կա, դրա համար ուսումնասիրություններն են, որ մենք մեզ տեսնենք, մենք մեզ ճանաչենք, մենք մեզ չդավաճանենք։ Այո, եւ շատ կարեւոր է խոսենք, որովհետեւ ճիշտ է, շատ ենք խոսել այդ թեմայով, գրքեր ենք գրել, բայց ամեն մի խոսակցությունը նոր բաներ է բերում։ Անշուշտ։ Եվ հատկապես որ մենք խոսում ենք տվյալ դեպքում հասկանալով, որ մեզ լսում են, դա շատ կարեւոր է։ Այսինքն մենք պետք է եւ մեր հանրությունը պետք է դուրս գային, ես անվանում եմ դժվժիկի խոսույթներ, ով ինչ կերավ, մարսեց, եւ կամ չմարսեց։ Այսինքն որովհետև եթե տեսնում ես այդ կինոն եւ տեսնում ես որ 10 տարի հետո ինչ է սպասում այս մարդկանցից, այսինքն ապագայից ես նայում, որ նրանք այդպիսի անվրդով դժվժիկի պատմություններն են անում, այն ժամանակ երբ արդեն կոտորածը նախապատրաստվում է, եթե տարիներով նայես, այս եթե կոնտեքստում կարդաս, դա ողբերգություն է, դա ոչ թե կատակերգություն է, այլ ողբերգություն։ Այսինքն իմ կոչը հենց դա է, որ մենք հասկանանք եւ գիտակցենք ինչ է կատարվում եւ այն ժամանակ իհարկե ամեն ինչը սկսվում է երբ որ տեսնում ես խնդիրը, խնդիրը որ տեսնում ես նաեւ լուսման եղանակներ ես գտնում։ Դե ինչ, շնորհակալություն հայտնենք մեր հյուրերին, շնորհակալություն նաեւ ձեզ հետ կազմակերպելու համար, շնորհակալություն հայտնենք մեր տեխնիկական անձնակազմին, որ այս ժամին ուրեմն այս հաղորդումը հրապարակելու հնարավորություն ստեղծեց եւ շնորհակալություն հայտնենք այն դիտողներին, ովքեր որ մեր հետ այս ժամանակը անցկացրեցին եւ եթե իրենց մոտ առաջացան հարցեր, որոնց պատասխանների փնտրտուքով ենք կզբաղվեն, ուրեմն մենք մեր այսօրվա առաքելությունը իրականացրեցինք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։